Ես եվրոպական կինոյի սիրահար եմ։ Այս վերջերս շատ եմ նայում Պաոլո Սորենտինոյի ֆիլմերը։ Ինքը ավելի դեպի արթհաուս է, էլի, այսինքն շատ իրեն կոմերցիոն համարել չի կարելի։ Համաշխարհային կինոյում մի փոքր անցում է կատարվում։ Սուպեր հերոսների հետ, սուպերգերոյսկի, Մարվելի եւ այլն այդ ֆիլմերից անցում է կատարվում ինչ-որ ավելի բնական դրամատիկ պատմությունների։ Ողջ որ մնար ես ընդհանրապես 2020-ի պատերազմի մասին ոչ մի ֆիլմ չէի նկարահանի, որովհետեւ ես ինքս հաղթողի հոգեբանություն ունեմ, հաղթանակներով եմ ոգևորվում, պարտության մասին ուղղակի չեմ կարող նկարահանել։ Պատերազմը դա ինքնաբացահայտման տեղ է։ Երբ որ մենք գնում ենք դեպի պատերազմ, այսինքն մենք քարվաճառով ենք գնացել, այդ ճանապարհի ընթացքում ես տագնապ ունեցել եմ, բացի դրանից մեզ ԱԹՍ-ներ են թիրախավորել, մեր ավտոբուսների կալոննան մտել անտառում թաքնվել ենք, մի քանի ժամից նոր ճանապարհը շարունակել, այսինքն այդ ներքին տագնապ են, ասես ներսից որ մի հատ ինչ-որ տագնապի զգացողություն ես ունենում, դա եղել է։ Ես անկեղծ չեմ իմացել, երբ որ ես մտնեմ կրակահերթի տակ, ռմբակոծության տակ պատերազմի դաշտում, ինձ ոնց կդրսևորում։ Ես այն սուտի մեծբերան մարդկանցից չեմ, ովքեր ասում էին գնանք Բաքվում չայ խմենք։ Տիգրան, բարև ձեզ։ Ողջույն։ Ինչպե՞ս եք։ Լավ, շնորհակալություն դուք։ Նմանապես ես էլ եմ լավ։ Տիգրան, այս ուզում եի սկսենք խոսել հայկական ֆիլմ արտադրությունից։ Օրինակ, եթե պատկերացնենք այսպես սանդղակ 1-ից մինչև 10, ինչպես կգնահատեիք մեր ֆիլմ արտադրության վիճակը այսօր։ Հաշվի առնելով վերջի տենդենսները ու վերջի տարիները, հաստատ 5-ից բարձր 7-ից 8-ի սահմաններում։ Կարող է զարմանալի թվա, Հայաստանի համար այո, ես չեմ համատում ուրիշ երկրների հետ, ես նկատի ունեմ, թե ինչ կարելի է անել Հայաստանում, այդ տեսանկյունից եմ նայում հարցին, ու այսօր հաշվի առնելով սթրիմինգային հարթակները, որտեղ որ լավ մինիսերիալներ են նկարահանվում, ու նաև որոշ գեղարվեստական ֆիլմեր, որոնք լինում են հաջողված, հավաքում են հանդիսատես ու ապահովում մրցակցություն, այդ տեսանկյունից կարող եմ բավական մեծ առաջընթաց նկատել, իհարկե ահագին բացերի ու բացասական կողմերի հետ միասին։ Մենք կարող եմ ասել ինչ խնդիր ունենք։ Մենք ունենք գլխավոր հերոսի խնդիր։ Մենք այսօր կինոյում ունենք գլխավոր հերոսի խնդիր, եթե մենք Այսինքն չենք որոշել ինչպեսին պիտի լինի գլխավոր հերոսը, թե ոչ, որոշ դեպքերում եթե նկարահանվում են կենսագրական ֆիլմեր, օրինակ եթե ֆիլմը լինում է, որը հիմա կա էլի Վազգեն Սարգսյանի մասին կամ Նազիկ Ավդալյանի մասին, այդ դեպքում հասկանալի է կենսագրական ֆիլմեր են, նրանք իսկապես մեր իրական հերոսներն են ում մասին որ նկարահանվում է ֆիլմեր, բայց սովորական մարդու տեսանկյունից, եթե կենսագրական ֆիլմ չի, մարդը իր ապրումներով, իր խնդիրներով, իր կյանքի խնդիրներով հանդերձ, մենք նմանատիպ հերոս չունենք, կարելի ասել։ Հերոս դուք նկատի ունեք այսօրվա հային, ով չգիտեմ, իր խնդիրներով, երկրի վիճակով, գիտակցմամբ, այդ ամենի, այդ հային նկարագիրը նկատի ունեք։ Մարդ, որը որ ինչ-որ պայքարի մեջ է, ոչ թե ես նկատի ունեմ ինչ-որ տենց գլոբալ վերցրած այսօրվա Հայաստանի խնդիրների մեջ, չէ, մարդը իր անձնական խնդիրներով, մարդը իր անձնական պայքարով, իր սիրո պատմության մեջ։ Իսկ սովորական մարդիկ հետաքրքիր են այսօրվա հանդիսատես։ Դե դա արդեն կախված է սցենարից, պետք է անցնել, որ հետաքրքիր լինեն, որովհետև մենք ինչքան էլ փորձենք հիմնվել երբեմն կենսագրական ֆիլմերի վրա, ամեն դեպքում մենք պիտի ունենանք հերոս, որի հետևից կարելի է գնալ, ու այդ հերոսը պիտի լինի նաև պարտադիր անուն ազգանունը մինչև ֆիլմի նկարահանելը բոլորին հայտնի լինի, պիտի լինի սովորական մարդ, ով որ իր վարքով, իր կատարած քայլերով օրինակ կծառայի մնացած մարդկանց համար, ովքեր որ այդ կինոն նայում են, հատկապես պատանիների, երիտասարդների, երեխաների համար։ Մենք այդ խնդիրը այսօր կինոյում ունենք։ Հակառակը նույնիսկ այն աստիճան ունենք, որ երբեմն գլխավոր կերպարը, գլխավոր հերոսը ֆիլմի բավական բացասական կերպարներ են լինում, որով որ պետք չի ներկայանալ։ Օրինակ, եթե մենք նայենք անալոգիայով ես վերցնեմ թուրքական ֆիլմ արտադրությանը, թե ինչի զարգացան, իրենք թե սերիալների էլ կինոյի էլ, հա, իրենք աշխարհը գրավեցին իրենց սերիալներով ու կինոներով ու հիմնական շեշտը դրեցին բացի պատմության զեղծարարություններից, որ որոշ բաներ անում են իրենց վրայից փորձում են մաքրել ցեղասպանության բիծը եւ այլն, իրենց կինոյի հերոսները, ես շատ կենցաղային ձևով ասեմ, կինոյի տղա եւ կինոյի աղջիկ հասկացողությունները իրենք ներկայացրեցին էսթետիկ, գեղեցիկ, ինտելեկտուալ, մի խոսքով գրավիչ, այսինքն արեցին են ինչ որ օրինակ 60-70-ականներին, 50-ից 70-ական, 80-ական թվականներին եվրոպական կինոներ անում, երբ որ մենք տեսնում էինք Ալեն Դելոն, Բրիջիտ Բարդո, Կլաուդիա Կարդենալի, Սոֆի Լորեն, Մարչելո Մաստրոյանի, այսինքն այդ տիպի կերպարներ ֆրանսիա-իտալական ֆիլմերում հատկապես որ մենք տեսնում ենք, երբ որ առաջ էր բերվում գեղեցիկ տղամարդը, գեղեցիկ կինը իր մնացած հատկանիշներով միայն գեղեցկության վրա չեմ հիմնվում, մենք այսօր այդ խնդիրը ունենք, իսկ Թուրքիան օրինակ այդ հարցը լուծեց։
խարիզմատիկ եւ լավ հերոսներ առաջ բերելով իրենց սերիալներում եւ ֆիլմերում։ Իսկ Հայաստանում գիտակցությունը կա, որ ֆիլմը դա հազար զենք է, մշակույթը ընդհանրապես եւ դրանով կարելի է ներկայանալ, դրանով կարելի է պատմել քո մասին, այդ գիտակցությունը կա։ Այդ գիտակցության չլինելը արդեն խոսենք այդ դեպքում ինֆանտիլության մասին։ Ոնց կարող է այդ գիտակցությունը չլինի։ Եթե ինչ որ մեկը չունի այդ գիտակցությունը, ես ուղղակի զարմանում եմ։ Որոշ դեպքերում եթե մարդիկ ուղղակի ուզում են փող աշխատել ինչ որ ավելի էժանագին հումորի վրա, ինչ որ ավելի պրիմիտիվ հեշտ բաների վրա, դա ես հասկանում եմ, որովհետեւ դա պրոդյուսերի անձնական ամբիցիան է, որպեսզի ինքը դնի գումար, վերցնի գումար։ Բայց եթե մի քիչ ավելի մեծ ենք նայում, որ մենք պիտի աշխարհին նաև ներկայանանք այդ ֆիլմերը դրսում են նայելու կամ ունենան պոտենցիալ, որպեսզի դրսում նայեն, մենք պիտի ուրեմն իմանանք ովքեր են մեր գլխավոր հերոսները, սովորական մարդիկ, որոնց կյանքը կարող է հետաքրքրի հանդիսատեսին, նաև դրսի հանդիսատեսին։ Մենք այդ խնդիրը այսօր չենք լուծել կինոյում։ Շատերիդ եմ խոսում եւ իրենք ասում են, որ գլխավոր խնդիրը այսօր ֆինանսների բացակայությունն է, սերիալների ոլորտը նկատի ունեն, որ այդ անորակ սերիալները որ նկարում են, փողի սղությունն է պատճառը, դուք համամիտ եք այդ կարծիքի հետ եւ ինչ անենք, որ սերիալների արտադրությունը մի քիչ ավելի ուրիշ մակարդակի հասնի էլի։ Գիտեք, ես գտնում եմ, որ եւ դա առաջին հերթին կարծում եմ մեր ժողովրդին է վնասում այդ մակարդակի սերիալները, չգիտեմ, մեր հանրության այդպիսի ներկայացում, այդպիսի ցածրամակարդակ, նույնիսկ չգիտեմ, շփումներ երբ ես նայում եմ, ասում եմ, ովքեր են նկարում, ովքեր են գրում այս սցենարները, միտը իրենց ընտանիքում այդ պատկերն է։ Հա, կան յուրահատուկ վատ սերիալներ, ես բոլոր սերիալների մասին չեմ ասի, բայց կան շատ վատ, շատ ցածր մակարդակի սերիալներ, շատ ցածր մակարդակի դիալոգներով, ինչ որ կենցաղային տեսարաններով, որոնք ուղղակի տենց չի կարելի ցույց տալ, էլի, անգամ եթե իրական կյանքում այդ ամեն ինչը գոյություն ունի, դա այդ ձևով ներկայացնելու ցույց տալ չի կարելի, ես ինքս տենց սերիալներում չեմ նկարահանվում։ Չեմ պատկերացնում, օրինակ ես գնամ նկարահանման հրապարակ, ինձ սցենարատան ու ես այդ տեքստերը ասեմ, ունեցել եմ նման փորձ։ Հետո արդեն այդ փուլից դուրս եկել եմ, էլի, գոնե կարողացել եմ դուրս գալ, որտեղ Հայաստանում այդքան դերերի ընտրության հնարավորություն չկա, դերասաններին չի կարելի մեղադրել, որ իրենք նկարահանվում են վատ ֆիլմերում կամ վատ սերիալներում։ Մեծ չի ընտրության հնարավորությունը, այսպես ասած, բոլորի համար տեղ չկա, սենց է ստացվում, էլի։ Բայց ամեն դեպքում ես հիմա նկատում եմ հատկապես սթրիմինգային հարթակների, օրինակ կինոդարանի ու նմանատիպ հարթակների հաշվին, ես նկատում եմ առաջընթաց, որ իրենք արդեն օրինակ նկարահանում են 10-12 սերիանոց ֆիլմ, բավական մեծ ծախս են անում այդ ֆիլմի վրա, այսինքն չեն խնայում, չեն ասում, այս ինչ գումարը չծախսենք, այս ինչ բանը չանենք, բայց ոչինչ, չէ։ Ծախսում են, ավելի լավ է ստացվում, լավ դերասաններ են նկարահանվում, լավ անձնակազմ է աշխատում, նկարչական լավ աշխատանք են ունենում, սցենարի վրա են աշխատում, ամենակարևորը ֆիլմի հիմքը։ Այսինքն ես այսօր նկատում եմ, որ մեր սերիալային ինդուստրիան արդեն զարգանում է ու դա նաև ապահովում է մրցակցությունը, ուրիշներն էլ են ուզում լավ բան նկարահանեն։ Իսկ ինչ վերաբերում է միայն գումարի բացակայության կամ գումարի քչության վրա, գիտեք, sense մի հատ բան ասեմ, կինոյի մեջ ամեն մի տեսարանի վրա ծախսված յուրաքանչյուր անգամ 5 կամ 10,000 դրամ է, ինքը տեսարանը ավելի լավն է դարձնում։ Ֆինանսը կինոյում շատ կարևոր է, բայց մինչև չունենաս մակարդակով սցենար, նորմալ դիալոգներ, այսինքն կարող է ինչ-որ բան թույլ լինի, ինչ-որ բան աղքատիկ լինի, բայց պիտի անմակարդակ չլինի։ Իմ համար օրինակ կարևորը է դա, պիտի անմակարդակ չլինի, անկախ նրանից բյուջեն մեծ է թե փոքր։ Մնացածը արդեն շատ բաներ կա, որ իրոք ծախսերի հիմքը սցենարն է, հիմքը շնորհքով մատուցելն է, հիմքը ռեժիսորան է, այսինքն ստեղծագործական մասը պիտի անմակարդակ չլինի, դա գլխավոր խնդիրն է։ Ես այդ ամբողջ ճանապարհով անցել եմ, ես էլ եմ վատ ֆիլմ նկարել, այսինքն ես հիմա ուրիշների վրա չեմ գցում, ինչ որ խոսում եմ, ես այդ ճանապարհով անցել եմ։ Բայց ես ամեն անգամ փորձում եմ, նույնիսկ եթե մտածում եմ, որ կարող է հանկարծ ֆիլմը այնց ստացվի, որ լավը չլինի, չհավանեմ բան, փորձում եմ ամեն դեպքում մակարդակի տեսանկյունից խնդիր չլինի հանկարծ, որ նայողը չասի, ես ինչ անմակարդակություններ, ես ինչ էին նկարել բան, օրինակ այդ հարցը ես շրջանցել եմ ու թույլ չեմ տալիս, որ իմ կինոներում լինի ու լավ կլինի, որ դա բոլորը դրան ուշադրություն դարձնեն։ Իսկ այսօր ձեր կարծիքով ինչ ֆիլմի պահանջարկ կա Հայաստանում, օրինակ ժողովուրդը ինչ թեմաների է կարոտ, ինչ է ուզում նայել։ Այդ հումորայինները երևի թե մի կողմ թողնենք, որտեղ դրանք շատ են կարծում եմ։ Տեսեք, որպես կանոն, հա, հումորն է այսքան ժամանակ ամենաուժեղը աշխատել, կոմեդիաներն է ամենաուժեղը աշխատել, բավական հաջողվածներ են եղել հենց այդ ժանրի մեջ, եթե իրեն զուտ կոմերցիոն կոմեդիայի տեսանկյունից դիտարկենք։ Բավական լավ աշխատում են կենսագրական ֆիլմերը, երբ որ նկարահանվում է ֆիլմ կոնկրետ ինչ-որ հերոսի, որին բոլորը ճանաչում են իր մասին նկարահանված ֆիլմը, նույնիսկ անկախ նրանից շատ լավն է թե միջին է, հիմնականում լավն են լինում, ես էլ որ տենց վատը չեմ տեսել, այդ ֆիլմերն են բավական լավ աշխատում։ Իմ կարծիքով մենք այսօր երևի պիտի անցում կատարենք մի քիչ ավելի մարդկանց հուզող հարցերի, որ մարդը գնա ինքը իրեն տեսնի այդ ֆիլմում, դրամաների մասին է խոսքը։ Ես շատ եմ ուզում, որ Հայաստանում դրամաները զարգանան, որտեղ դրաման կինոյի եւ առասարակ դրամատուրգիայի հիմքն է։
Իսկ մենք այսօր դրամաներով հանդես չենք գալիս, կարելի ասել դրամաներ չկան։ Եթե նորից այդ կենսագրական ֆիլմերը մի կողմ թողած կամ եթե ինչ-որ իրադարձային ֆիլմեր են նկարահանվում, օրինակ ցեղասպանության մասին կլինի, երկրաշարժի մասին կլինի, Արցախյան պատերազմի մասին կլինի, եթե այդ իրադարձային ֆիլմերը, կենսագրական ֆիլմերը մենք մի կողմ ենք դնում, սովորական դրամա, որ օրինակ կլինի, չգիտեմ, սիրո պատմություն, ընտանեկան պատմություն, ընկերների մասին եւ այլն, մենք նման ֆիլմեր գոնե կինոյի ֆոնին Հայաստանի այսօրվա վիճակը երևի թե։ Երևի Հայաստանի վիճակը գիտեք ոնց է, ամեն ժամանակաշրջան իր կինոն ծնում է։ Հնարավոր չի նկարահանել ֆիլմ ու շրջանցել, եթե մանավանդ դրամա ես նկարահանում, հնարավոր չի շրջանցել այն իրականությանը, որի մեջ որ մենք ապրում ենք, ինչ որ չափով պիտի այդ սոցիալական արտացոլումը լինի, որպեսզի ֆիլմը ավելի մարդկանց մոտ իրական տպավորություն թողնի, էլի, այսինքն նես չլինի, էլի, որ Հայաստանը մի հատ իրականության մեջ ապրում, այդ կինոն լրիվ զուգահեռ իրականություն է, իրար հետ կապ չունեն։ Չէ, ինչ որ բան պիտի արտացոլվի ամեն դեպքում, եթե մենք փորձում ենք այդ սոցիալական մասը ապահովենք ու հանդիսատեսին ներկայացնենք։ Իսկ կոնկրետ դուք հիմա ինչ թեմայով եք զբաղվում եւ ինչ ծրագրեր ունեք, ինչ եք ուզում նկարահանել, եթե կան այդպիսի պլաններ։ Կան, ես հիմա սցենարի վրա եմ աշխատում, շատ եմ ուզում, որ շատ լավ ֆիլմ լինի, հատուկ sense սանդղակի բարձրացման նպատակ եմ իմ առաջ դրել։ Ես երիտասարդական դրամա եմ ուզում նկարեմ, երիտասարդների հոգսերը, խնդիրները, ինչ խնդիրներ այսօր ունեն, մոտավորապես տարիքային 18-ից երևի 22-23 տարեկան այդ չեմ ասում հանդիսատեսը մենակ այդ տարիքին է լինելու էլի, բայց ֆիլմի հերոսները իրենց հոգսերով, իրենց խնդիրներով, իրենց խնդիրներով, իրենց սիրո պատմություններով եւ այլն այդ թեմայի մասին եմ ես հիմա ուզում նկարահանեմ, որը նաեւ չեմ թաքցնում, ինձ էլ է հոգեհարազատ, ես այդ պատմությունները սիրում եմ, ես նմանատիպ ֆիլմեր սիրում եմ նայել, նման թեմաներով գրքեր սիրում եմ կարդալ, դրա համար անում եմ այն ինչ որ ես եմ սիրում, ոչ թե մտածում եմ մի վարքյան տեսնեմ մարդիկ ինչ են ուզում, չէ, դու նկարահանի լավ կինո ու փորձին այնց անել, որ մարդիկ նայեն, իրական ճանապարհը է դա, ոչ թե անպայման նկարահանի կոմեդիա, որ 5 րոպեն 1, 3 րոպեն 1 մեջ շատ ուժեղ ծիծաղի մի հատ ինչ որ առիթ մտցնես, դա անողներ կան, բավական նաև հմտացած մարդիկ կան դրա մեջ, ես իմ ճանապարհով եմ գնում, նկարում եմ իմ կինոն։ Օրինակ, աստիճ ես հիշեցի, որ վերջերս նայել եմ կորեական հրաշալի մինի սերիալներ կան, այդ պատանիներին վերաբերող թեմաներին են առնչվում, բավականին բարձր մակարդակում են։ Երևի ես դեռ չեմ նայել, բայց նայելու եմ 4 սերիալներ։ Վինալնի սուտ, այդպես է կոչվում, շատ լավն է, խորհուրդ եմ տալիս անպայման, եթե վարամադե թեմաներին եք անդրադառնալու, հայերեն թարգմանությունը այս բանը ինչ հիշեցի, տողներ են մեր հեռուստադիտողները, իսկ պատմական ֆիլմերի բաց չկա այսօր Հայաստանում։ Պատմական ֆիլմերի բաց կա բնականաբար, իմ կարծիքով դրան պիտի պետությունը աջակցի, որովհետև պատմական ֆիլմեր նկարահանելը շատ թանկ են։ Մենակ կոստյումներից սկսած, եթե հագուստի նկարչական մասը մենակ եթե վերցնենք, մի հատ արդեն դա առանձին ֆիլմի բյուջե է։ Օրինակ ես ունեմ երազանք նպատակ հերոսներից մեկին մարմնավորելու կամ իր մասին կինո նկարելու։ Հիմա ես էլի առիթից օգտվելով ասեմ, որ ամեն դեպքում ճիշտ է, 4 գեղարվեստական ֆիլմ եմ նկարել, մի քանի պիես եմ գրել, բեմադրել, կարճամետրաժներ ունեմ նկարած, բայց ես ինձ ավելի շատ համարում եմ դերասան, ով որ նկարում է կինո։ Դրա համար իմ ֆիլմերում շատերն են հարցնում, թե ես ինչի եմ իմ ֆիլմերում խաղում, ես որպես դերասան եմ այդ կինոները նկարում, ուղղակի քանի որ սցենարը գրել եմ ես, ռեժիսորայով ես եմ զբաղվում, որ իմ պատկերացրած ձևով այդ կինոն ռեալիզացնեմ, իրականացնեմ։ Հա, մասնագիտական տեսանկյունից ես արդեն ռեժիսոր դարձել եմ, բայց հոգեվիճակի էության տեսանկյունից ես դերասան եմ, ով նկարում է կինո, ու ես ավելի շատ սպասում եմ, որ ուրիշ ռեժիսորներ ու պրոդյուսերներ որպես դերասանի ինձ գրավիրեն, որպեսզի ես գնամ նկարվեմ։ Ես ինչի եմ սա շեշտում, որովհետև ինչ ես սկսել եմ կինոներ նկարելու արդեն նաև ինչ որ հաջողություններ գրանցել, իմ առաջարկները պակասել է, որովհետև ոնց որ գիտեք ինչ ձևի են դիտարկում, որ ռեժիսորին չեն ուզում նկարահանեն, բայց ես էությամբ ռեժիսոր չեմ, ես երբեք չեմ խառնվում ռեժիսորի աշխատանքին, երբեք ինձ թույլ չեմ տա խառնվեմ, անգամ եթե նկատեմ, որ մի բան կարելի է սենց անել կամ դա սխալ է։ Հա, ռեժիսորի հետ որպես արտիստ կարող ես քննարկել քո կերպարը, թե ինչպես պիտի մատուցվի, դա արդեն աշխատանքային process է, բայց ռեժիսորին ասել սենց մի նկարին ես նկարի, դրա իրավունքը նկարանման հրապարակում ոչ ոք չունի, ռեժիսորը ինքը հրամանատարն է, էլի, ու հրամանատարին պետքա նաև ինչ որ առումով ենթարկվել։ Ես սա ինչի եմ շեշտում, մի հետաքրքիր sense պատմություն էլ ասեմ, մի անգամ ինձ կաստինգի էին հրավիրել, կաստինգի հրավիրողը եղել էր ֆիլմի տնօրենը, ես գնացի, երբ որ ռեժիսորը ինձ տեսավ, ասաց՝ մի վարքյան, դու ռեժիսոր ես, ասացի՝ հա, ֆիլմեր նկարել եմ, բայց դերասան եմ, ասեցի, ասում է՝ չէ, որ դու ռեժիսոր ես, մենք իրար հետ չենք կարողանա աշխատել, ինձ կխանգարես բան։ Ես իհարկե բացատրեցի, ասեցի, որ քանի որ ես ռեժիսորական աթոռին եղել եմ, ես գիտեմ դա ինչ է,
ու շատ լավ եմ ավելի նրբանկատ եմ այդ հարցում ավելի լավ եմ հասկանում, որ չի կարելի երբեք ռեժիսորին խանգարել իր ստեղծագործական process-ի մեջ, բայց այդ մարդը չհամոզվեց երևի։ Մյուս բոլոր նախագծերում, որ ես նկարահանվել եմ, երբեք նմանատիպ խնդիր ոչ մեկի համար չեմ առաջացրել, հակառակը ես սիրում եմ, որ ռեժիսորը որպես դերասանի իմ հետ աշխատի, ուղղություն տա, կերպարի մասին պատմի, ասի թե ոնց պիտի խաղամ այդ process-ը շատ եմ սիրում։ Ուզում եմ չանցնենք այդ թեմայից, օրինակ եթե այսպես նայում ենք հայկական ֆիլմարտադրության պատմության, այնուամենայնիվ մենք պատմական հաջողված ֆիլմ ձեր կարծիքով ունենք, եւ եթե այսօր նկարելու լինեիք պատմական ֆիլմ, ինչպիսին այն կլիներ, մոտեցումները տարբեր կլինեին։ Պատմական ֆիլմ ուզում եմ մտաբերեմ, գիտեք, այս պահին ինչ պատմական ֆիլմեր ունենք։ Ունենք Մխիթար Սպարապետ։ Մխիթար Սպարապետ ունենք, որը ինչքան գիտեմ այն ժամանակ հաջողություն չի ունեցել, չէ՞, սովետական միության տարիներին, հա։ Ինչքան գիտեմ, լավ չի ընդունվել այն ժամանակ։ Ես այդ ֆիլմը շատ վաղուց եմ նայել, դրա համար քննարկելու այդ մասին խոսել չեմ կարող։ Ժամանակակից մի պահ սերիալ նկարահանվեց Հին արքաներ։ Ես ճիշտ ասած շատ չեմ հետևել, ուղղակի հիշում եմ, որ կադրային եւ այլ առումներով հագուստի նկարչական ահագին լավ բաներ ստացել էին, ինչ որ կադրեր տեսել եմ։ Բայց պակասը ունենք, որովհետեւ օրինակ ոնց կարելի է լինել երկիր պետություն ու չունենալ ֆիլմ Տիգրան Մեծի մասին ենթադրենք։ Բայց Տիգրան Մեծ նկարել դա մի հատ հսկայական համարյա հոլիվուդյան ֆիլմի բյուջե է, էլի, այսինքն այդ դեպքում չեմ կարծում, որ կգտնվի պրոդյուսեր, որ նախ կունենա այդքան փող կամ կարողանա ներգրավի այդքան գումար, որ ինքը իր ուժերով նկարի, այստեղ պետական մեծ աջակցություն պետք կլինի, ոչ թե ստանդարտ կինոկենտրոնի ինչ որ X գումար աջակցությունները, որ լինում են, ինչ որ 30-40 միլիոն դրամի չափով, դա սովորական ֆիլմերի համար շատ մեծ օգուտ է, բայց Տիգրան Մեծ նկարելու համար շատ չնչին գումար կլինի արդեն դա։ Կարող է 2 օրվա ֆիլմի բյուջե լինի օրինակ այդ գումարը։ Սկացա։ Իսկ համաշխարհային ֆիլմարտադրությանը հետևում եք ինչ նոր տենդենսներ կան, որոնք ձեր կարծիքով գրավիչ են եւ կարելի է այստեղ կիրառել եւ ինչ ֆիլմեր կան, որոնք ի վերջո ցնցել են կարելի ասել։ Ես եվրոպական կինոյի սիրահար եմ։ Այս վերջերս շատ եմ նայում Պաոլո Սորենտինոյի ֆիլմերը։ Ինքը ավելի դեպի արթհաուս է, էլի, այսինքն շատ իրեն կոմերցիոն համարել չի կարելի։ Ոնց որ թե սենց ասեմ, համաշխարհային կինոյում մի փոքր անցում է կատարվում, սուպեր հերոսների այդ սուպերգերոյսկի Marvel-ի եւ այլն այդ ֆիլմերից անցում է կատարվում ինչ որ ավելի բնական դրամատիկ պատմությունների, որովհետեւ ես ինչքան տեսնում եմ արդեն այդ սուպեր հերոսների պատմությունները մի քիչ ավելի քիչ կասա են հավաքում ու բավական մեծ վնաս են ստուդիաները կրում, դրա համար նախ դե սերիալային ինդուստրիայի մասին բոլորս գիտենք, որ անընդհատ ինչ որ լավ սերիալներ են նկարահանվում, դա միշտ ձեռք է տալիս Netflix-ով, մնացած իրենց հարթակներով Amazon-ով եւ այլն, բայց ես նկատում եմ կինոարտադրության մեջ այդպիսի տենդենս, որ սուպերհերոսներից անցում են կատարում նորից ավելի բնական ողջունել եք կարծում։ Շատ լավ է իմ կարծիքով, հա, շատ լավ է։ Որովհետեւ իմ սիրած բանն են անում, էլի, այսինքն ժանրային տեսանկյունից անում են ինչ որ ես սիրում եմ, այնպես որ իմ համար կոնկրետ լավ է, թեկուզ որպես հանդիսատեսի։ Բայց Եվրոպայում մի բան էլ նկատել, որ այնտեղ շատ նախընտրություն է տրվում ինչ որ սոցիալական թեմաներին ավելի շուտ։ Եվրոպայում շատ, եվրոպական կինոն ուրիշ է։ Եվրոպական կինոն երբեք ամերիկյան չդարձավ։ Ամերիկյանը ավելի տենց մասշտաբային, այդ բլոկբասթերների վրա են հիմնականում հիմնված, իսկ եվրոպական կինոն այդ իմ երազած կինոն է, որ ասում եմ Հայաստանում պիտի այդպեսին դառնա, էլի, այսինքն դրամաներ են, որտեղ որ մարդկանց պատմություն է, սովորական մարդկանց պատմություն, սովորական սիրո պատմություն, որտեղ կան ինչ-որ հետաքրքիր զարգացումներ, ընկերների մասին եւ այլն, այսինքն այն ինչ որ մենք կարող ենք անել, որ նաեւ բյուջեի տեսանկյունից բավական հեշտ կլինի, ուղղակի մնում է մեր հանդիսատեսին սովորեցնենք, որ իրենք դրա համար պիտի գումար ծախսեն, գան կինոթատրոն, որովհետեւ ֆրանսիացին դա անում է, գերմանացին, բելգիացին անում են, իրենք դա անում են։ Մենք պիտի փորձենք մեր հանդիսատեսին բերենք այդ կինոյի դաշտ, որպեսզի կասաների մոտ մի փոքր հերթ կողմը լինի։ Բայց Հայաստանում մի առավելություն կա, ասեմ ձեզ, ես որքանով ես եմ նկատում, Հայաստանը թեմաներով լի է, այստեղ բազմաթիվ թեմաներ կան, որոնք կարող են, չգիտեմ, Եվրոպայում երևի թե գլխի էլ չընկնեն, որ այդպիսի թեմաներ կան, եւ դրամատիկ թեմաներ, եւ հումորային նույնիսկ թեմաներ, մեր ժողովուրդը հումորով ժողովուրդ է։ Եւ նույնիսկ տեղանքի առումով հետաքրքիր տեղանք կա, շատ տարբեր իրարից, եւ կարծում եմ այստեղ հրաշալի ֆիլմեր կարելի է նկարել, միտքն էլ կա, մնում է մի քիչ ֆինանսավորում եւ գիտակցություն, որ այդ ֆիլմերը այնուամենայնիվ շատ անհրաժեշտ են, որ ռեժիսորները շատ լինեն այդպիսի, էլի, ես այդպես եմ կարծում։ Հայաստանը հրաշք նկարահանման հրապարակ է, եթե մենք կարողանանք դա ոչ միայն մենք օգտագործենք, այլև ծախենք աշխարհի վրա, որ գան ստեղ կինոներ նկարեն, դեռ ռուսական ֆիլմեր ու սերիալներ նկարահանվում են, մեկում ես էլ եմ վերջերս նկարահանվել, ոչ այնքան մեծ դերով,
բայց քանի որ ռուսական կինո էր, գնացի հետաքրքիր էր էլի նոր շրջապատ մտնելը։ Օրինակ ամոշ նկարանումը, ինչ որ ես մասնակցել եմ, Սևանում էր, ես այն ջրի մեջ էլ նկարանվել եմ։ Պիտի նենց անենք, որ ուրիշ երկրների համար էլ Հայաստանը դառնա հետաքրքիր, թեկուզ որպես նկարանման հրապարակ, թեկուզ որպես Հայաստան չնկարանեն։ Կան Հայաստանում անեն նկարահանում որպես ինչ որ այլ ինչ որ երրորդ երկիր, բայց ստեղ ստանան ինչ որ պիտի ստանան, դա մեր կինոն կզարգացնի, ստեղից ահագին կինոարտադրության բնագավառի մասնագետներ միշտ ներգրավում են այնպես դեպքերում, այսինքն սպասարկում են իրականացնում արտասահմանյան ֆիլմերի, ու դա մեր կինոյի զարգացմանը շատ մեծ օգուտ կտա։ Շատ եզակի են էլի նման դեպքերը, չհաշված ասում եմ ռուսական մի քանի պրոյեկտ, որ նկարվելու նկարում են ստեղ։ Օրինակ լավ կլինի հենց Հոլիվուդից կան ստեղ նկարեն։ Օրինակ Ուզբեկստանն ու Ղազախստանը այդ առումով առաջընթացում են։ Հա։ Իրենք նկարանման հրապարակ են։ Եվրոպական երկրներից էլ ոչ այնքան զարգացած ֆիլմարտադրություն ունեցող երկրներ կան, կամ կարող է ես լավ ծանոթ չեմ իրենց ֆիլմարտադրությանը, բայց ամեն դեպքում էլի մեզ այդքան հայտնի չեն։ Ռումինիան ու Բուլղարիան էլի շատ հզոր նկարանման հրապարակ են ծառայում Հոլիվուդի համար։ Հոլիվուդյան շատ ֆիլմեր նկարահանվում են Ռումինիայում եւ Բուլղարիայում, նույնիսկ որպես հենց Ամերիկա։ Այսինքն իրենք Բուլղարիայում են նկարահանում, բայց դեպքը տեղի ունենում Ամերիկայում։ Ինչի են նաև տենց անում, որովհետև Հոլիվուդում էլ կան փոքր բյուջեով ֆիլմեր, օրինակ $10 միլիոն իրենց համար փոքր բյուջե է։ $10 միլիոն ֆիլմը գալիս են Ռումինիայում կամ Բուլղարիայում են նկարահանում, որտեղ դա Ամերիկայում նկարելը 4 անգամ ավելի թանկ է նստում։ Ու այդ առումով մի հատ բուլղարական մեծ բրիգադ իրենց տեխնիկայով բանով ներգրավում են հոլիվուդյան ֆիլմի արտադրության մեջ, ինչ որ մի հատ, ասենք, էքշն ֆիլմ օրինակի համար։ Իսկ եթե այսօր դուք սիրո մասին ֆիլմ նկարեիք, ինչ ոճով կլներ, ասեմ հանեկեի ոճով կլներ, ինչպեսին կլներ։ Չէ, ոչ մեկի ոճով։ Ես սովորական հայկական կինո եմ ուզում նկարեմ։ Նման ինչ որ ամբիցիաներ, որ ինչ որ մեկի ոճով նկարեմ, չունեմ։ Ուղղակի անկեղծ եմ լինելու իմ հանդիսատեսի առաջ, հենց սիրո մասին էլ նկարանելու եմ ֆիլմը, բավական տարբերվող կինո կլինի, ու կարծում եմ երիտասարդ հանդիսատեսին հատկապես ինքը լինելու է առանց տարիքային սահմանափակում որոշակի կունենա ցածր շեմի համար, բարձրավեց տարեկան երեխեքի ֆիլմ չի լինելու, բայց 12 կամ 16-ից բարձրերի համար բոլորի համար կլինի այդ կինոն, ու ես հենց դա էլ պատրաստվում եմ անել։ Այդ որ ասում երիտասարդների մասին ֆիլմ ինքը հիմնված է լինելու հենց սիրո պատմության վրա։ Շատ հետաքրքիր, մի քիչ տարբերվող սիրո պատմության։ Դե որտեղ սիրո մասին պատմությունները ուղղակի հազարավոր են։ Հազարավոր են, հա, մի քիչ մեր շուկայի համար ինքը կլինի տարբերվող։ Մի քիչ համարձակ նաև էդ էլ ասեմ, համարձակ ոչ թե 18+ տեսանկյունից, այլ թեմատիկայի տեսանկյունից։ 2020-ից հետո ես անդադ մտածում, թե ինչպիսի ֆիլմ կարելի է նկարել պատերազմի մասին։ Ձեր կարծիքով շուտ է պատերազմի 20 թվականի պատերազմի մասին ֆիլմ նկարել եւ էլի հարց թե ինչպիսին կլինի, որովհետև ամեն դեպքում ասում որ պատերազմի մասին հենց այդպես պատերազմ նկարել է ամեն ինչով մի քիչ այսօր ողջունել չէ։ Ես ընդհանրապես 2020-ի պատերազմի մասին ոչ մի ֆիլմ չէի նկարահանի, որովհետև ես ինքս հաղթողի հոգեբանություն ունեմ, հաղթանակներով եմ ոգևորվում, պարտության մասին ուղղակի չեմ կարող նկարահանել։ Ես նման բանավոր առաջարկ ստացա նկարահանելու պատերազմի մասին ֆիլմ, երբ որ ես ինքս պատերազմի դաշտում էի ու պատերազմը ավարտվեց, ու պատերազմի ավարտման նախորդ օրը, այսինքն նոյեմբերի 9-ից 3-ը մեր վաշտը հերոսական մարտ ավարել, ոչնչացնելով թշնամուն, բայց նույնիսկ դրա մասին նկարահանելու ցանկություն ինքս դրա մասնակիցը լինելով ես չունեցա, որովհետև ընդհանուր պատերազմը պարտված էր, տրամադրությունները ուրիշ։ Իմ համար ավելի ցանկալի է նկարահանել ֆիլմ 90-ականների պատերազմի մասին եւս մեկ ֆիլմ, օրինակ լինի դրա մասին, որովհետև դա հաղթանակի պատմություն է։ Քիչ ունենք, հա, բայց ավելի լավ է եւս մեկ ֆիլմ նկարել դրա մասին, կամ ապրիլյանի մասին 16 թվականի, քան թե ինչքան էլ մենք հերոսներ ունեցել ենք հենց 44 օրյայի ժամանակ, բայց քանի որ պարտվել ենք, մի տեսակ չի ուտվի այդ ֆիլմը։ Ես տենց եմ կարծում, եթե ուրիշները հակառակն են մտածում, ոչ մի խնդիր, թող նկարեն, որտեղ տեղային առանձին հատվածներ ա եղել, որ թշնամուն ուղղակի ջարդել ենք, էլի, այսինքն դրա մասին sense tennis կարելի է ինչ որ տեղային մարտերի մասին կարելի է նկարել։ Բայց գլոբալ պարտությունը մի քիչ ստվեր է, էլի գցում այդ ամեն ինչի։ Չէ, որքան որ ես շփվում եմ տարբեր եւ մշակութային գործիչներ եւ պարզապես ուղղակի Հայաստանի բնակիչների հետ, ես զգում եմ, որ այդ թեմայի բաց կա, այդ թեման շոշափելու, քննարկելու եւ տեսնելու։ Մարդիկ ըստ էության չգիտեն էլ ինչ կատարվեց այդ 44 օրը։ Քանի որ չգիտեն, հիմնականում թեմայի բացը դրանից է գալիս, որ մարդիկ չգիտեն, տարբեր ինֆորմացիաներ են լսում, չգիտեն ում հավատան այսպես վիճակում, մի քիչ ավելի դժվար է դառնում այդ թեման։ Օրինակ 94 թվականի հաղթանակի մասին ոչ ոք հարցեր չունի։ Գիտեն ոնց են հաղթել։ Կարելի էր օրինակ Շուշիի ազատագրման մասին ֆիլմ նկարել, որովհետև բացառիկ ռազմական
հանճարեղ օպերացիա է եղել Շուշիի ազատագրումը, բայց նման ֆիլմ մենք չունենք ցավոք։ Դոկումենտալ էլ չունենք, ոնց որ իսկ դոկումենտալ կարող ունենք, բայց գեղարվեստականը շատ կարևոր է, որովհետև գեղարվեստական ֆիլմն է գրավիչ, ես դոկումենտալ կինոն շատ եմ հարգում, դա պիտի լինի, դա պիտի արձանագրի։ Բայց ավելի մասսայական չի ամեն դեպքում։ Հա, մասսայական, որպեսզի օրինակ հիմա ոնց է, չէ, հանդիսատեսը գնում Վազգեն Սարգսյանի մասին ֆիլմը կինոթատրոնում դիտելու, շատ հանդիսատես է գնում։ Այդ այնց ֆիլմ պիտի լիներ Շուշիի ազատագրման մասին, որ մեր հանդիսատեսը գնար տեսներ, թե ոնց ազատագրվեց Շուշին դերասանների կատարմամբ, հենց պրոֆեսիոնալ դերասանների կատարմամբ։ Մեկը թող կոմանդոսի դերը խաղար, մեկը այն մեկի, այսինքն հերոսներին մարմնավորող դերասանների կատարմամբ, տենց պիտի լիներ։ Իսկ 44 օրյայի հերոսը ինչպես կլիներ ֆիլմում։ 44 օրյայի հերոսը շատ անձնազոհ, որովհետև այնքան խառն է եղել այդ պատերազմը, որտեղի մասին որ լսում ենք կներեք ես բառը օգտագործելու համար, բայց բարդակ է եղել այդ պատերազմի մեջ։ Դրա համար շատ դեպքերում նույնիսկ չունենալով հստակ հրաման, թե ինչ պիտի անեն, զինվորները իրենց նախաձեռնությամբ կռվել են, դիմադրել են, թշնամուն ոչնչացրել են, շատ դեպքերում առաջ են գնացել, այսինքն այդ անկազմակերպ վիճակի մեջ ինքնուրույն գործող զինվորների կարծում եմ շատ բան չեմ ուզում ասել, որովհետև ես ընդամենը մի տեղի մասին ունեմ ինֆորմացիա, որ ես եմ եղել, իսկ այս պատերազմի յուրահատկությունը կայանում է նրանում, որ շատ տարբեր են եղել, Մարտակերտում լրիվ ուրիշ ձև է եղել, Քարվաճառում լրիվ ուրիշ ձև է եղել, Ջրականում լրիվ ուրիշ ձև է եղել, այսինքն այդ պատերազմի հատվածները շատ են իրարից տարբերվել։ Չենք կարող ասել, ես ինչ տեղում սենց է եղել, ուրեմն բոլոր տեղերը դրա նման են, չէ, շատ բազմազան երևույթներ են եղել այս պատերազմի մեջ, դրա համար մի քիչ ռիսկային է կարծիք հայտնելը, առավել ևս ֆիլմ նկարել դրա մասին։ Իսկ պատերազմի դաշտը ձեր կարծիքով ցուցիչ է, թե ինչ վիճակում է գտնվում պետությունը։ Եթե մի չհասկանում ես էլ իրավիճակից եւ կարողանում ես գնահատել, եւ դու կարողանում ես այդ ընթացքում գնահատել եւ հասկանալ, թե ինչ է տեղի ունենում, ինչ է կատարվում։ Գիտեք, երբ որ ես առաջին անգամ կինո էի նկարում, դա 2014 թվականին էր, այդ ֆիլմը 15 թվականին դուրս եկավ։ Եթե օրինակ դուք հյուր գայիք այդ նկարանման հրապարակ, այնտեղ շատ անկազմակերպ վիճակ էր տիրում, որտեղ ես ինքս նոր էի, չէի կարողանում իրավիճակին տիրապետել, կային նաեւ մարդիկ, որ մթնոլորտը փչացնում էին այդ ֆիլմի նկարանման ժամանակ, ու ասենց անկառավարելի վիճակ էր, նույնիսկ մտածում էինք, որ այդ կինոն կիսատ կմնա։ Հիմա այս պատերազմը այդ կինոյի նկարանման հրապարակի հետ եմ համեմատում, էլի անկազմակերպ, նորմալ չկառավարվող վիճակ եմ ես տեսել, այն որ ոչ ոք չգիտեր, թե ինչի ենք տեղ, ինչ պիտի անենք, այսինքն այսպես վիճակ եղել է։ Դա արդեն նշանակում է, որ պատերազմը պետության կողմից սխալ է կառավարվում։ Ես ուրիշ բան ուղղակի չեմ կարող ասել այս դեպքում։ Ճիշտ կառավարվող պատերազմը տենց չի լինում, էլի լավ կարող է մի օր տենց լիներ, բայց 10 օր, 20 օր, 40 օր տենց չէր կարող այդ ձև պատերազմը ձգվեր։ Անկազմ ինչ որ մարդիկ են տարբեր տեղանքներ գնացել, բա հողերը ծախած է, մի կռվեք, բան, այս ինչ է ասել, այս ինչն է ծախել են, մեկը ասել է, այն ինչն է, այսինքն ինչ որ խառը ինֆորմացիաներ են զինվորների շրջանում տարածել, իսկ զինվորն էլ պատկերացնում եք ինքը իր կյանքն է դրել, եկել է տեղ, որ պատերազմի դաշտը այնց մի հատ վայր է։ Ես դա տեսնելուց հետո եմ հասկացել, կինոներից չեմ ասում, էլի, որ յուրաքանչյուր, ասենք 10 վայրկյան էլ այնտեղ լինես, կարող է զոհվես։ Այնտեղ լրագրող էլ լինես, կարող է զոհվես, որտեղ դու գտնվում ես ռմբակոծվող վայրում կամ ասենք սնայպերներ են աշխատում նույնիսկ այն ամենահանգիստ պահին։ Այնտեղ եթե դու սնունդ մատակարարող ես, կարող ես զոհվել։ Պատերազմի դաշտը տենց տեղ է, որ ամեն վայրկյանը կարող է կյանք արժենա։ Մարդիկ իրենց կյանքը դրել են, եկել են պատերազմի դաշտ, մեկ էլ ինչ-որ մեկը բարձրանում է դիրքեր, ասում են մենք մեզ էս ինչն է ուղարկել կամ մենք էս ինչ ինֆորմացիան ունենք, իզուր եք կռվում բան, այսպես բաներ է անընդհատ եղել, անընդհատ ինչ-որ մարտական ոգին ոչնչացնելու թեմաներ են եղել այդ պատերազմի մեջ։ Դրա համար իմ համար շատ անհասկանալի ու բաց հարցեր կան, էլի դրա մասին ինչ նկարես, էլի մի քիչ Իսկ այդ հոգեվիճակը երբ դու գտնվում ես այդ սահմանագիծ կա, էլի, որ զգում ես, որ կարող է հատես այդ սահմանագիծը։ Դու չի թերադրում ինչ-որ բաներ գրել, գրառումներ անել այդ պահին, այնտեղ դուք ինչ-որ բաներ գրում եք։ Պատերազմի մասին ես մի հատ բան ասեմ, ճիշտն ասած, պատերազմը դա ինքնաբացահայտման տեղ է։ Երբ որ մենք գնում էինք դեպի պատերազմ, այսինքն մենք Քարվաճառով ենք գնացել, այդ ճանապարհի ընթացքում ես տագնապ ունեցել եմ։ Բացի դրանից մեզ ԱԹՍ-ներ են թիրախավորել, մեր ավտոբուսների կալոննան մտել անտառում թաքնվել ենք, մի քանի ժամից նոր ճանապարհը շարունակել, այսինքն այդ ներքին տագնապ են, ասես ներսից որ մի հատ ինչ-որ տագնապի զգացողություն ես ունենում, դա եղել է։ Ես անկեղծ չեմ իմացել, երբ որ ես մտնեմ կրակահերթի տակ, ռմբակոծության տակ պատերազմի դաշտում, ինձ ոնց կդրսևորում։ Ես այն սուտի մեծբերան մարդկանցից չեմ, ովքեր ասում էին գնանք Բաքվում չայ խմենք, էլի անկեղծ ասում։ Ես իրատես մարդ եմ։ Ես մտել եմ պատերազմի դաշտ, նաև ի զարմանս ինձ, իմ մոտ իսպար վախը վերացել է ու ես հաճույք եմ ստացել process-ից։ Ես ռազմական գործ սիրում եմ։
Եթե ես դերասան չլինեի, կարող է բանակ մտնեի, օրինակ, sense, այսինքն եթե այլընտրանքային մասնագիտություն ընտրելու հարց լիներ իմ մոտ, ես սիրում եմ ռազմական գործ, ես սիրում եմ զենք, ինքը շատ առնական մասնագիտություն է, զինվորականությունը։ Ոչ բոլոր զինվորականներն են առնական ցավոք սրտի, բայց մասնագիտությունը ինքը հետ է պահանջում։ Ես դա շատ եմ սիրում։ Եվ նպատակը հայրենիքի պաշտպանությունն է։ Նպատակն էլ հայրենիքի պաշտպանությունն է, ամենավեհ, ամենաբարձր գաղափարը, որովհետև կոնկրետ ինձ համար հայրենիքը ընտանիքից ավելի բարձր արժեք է։ Եթե տենց չլինի, եթե բոլորս տենց չմտածենք, մենք չենք ունենա հայրենիք։ Որովհետև հայրենիքի հիման վրա է մնացած ամեն ինչը, էլի մենք պիտի հասկանանք, որ հայրենիքը ավելի բարձր արժեք է, քան անգամ մեր ընտանիքը, որը մեր համար ոչ եմ ասում ցածր արժեք է, բայց հայրենիքից հետո։ Դրա համար իմ համար ինքնաբացահայտում էր։ Ես որևէ տեսակի նյարդային վիճակ պատերազմի դաշտում չեմ ունեցել։ Ծայրահեղ հանգիստ եմ եղել, նույնիսկ այն 200-300 մետրի վրա մերձամարտի ժամանակ, երբ որ մենք թշնամու դեմ կռվում էինք, ես ծայրահեղ հանգստության մեջ եմ եղել, որևէ վախ կամ ինչ-որ բան չի եղել, բայց նա նորից եմ կրկնում ի զարմանս ինձ, որովհետև երբեք չգիտես ոնց քեզ կդրսևորես, էլի։ Հասարակ եթե ինչ-որ մեկի հետ կոնֆլիկտ ես ունենում, պիտի իջնես բակ մեկի հետ խոսես, արդեն ինչ-որ լարվածություն կարող մեջդ լինի։ Հենց որ այդ իմ համար դրական ինքնաբացահայտում էր, ես իհարկե ուրախ եմ, որ տենց էր, որովհետև բոլորը չէին տենց, մի մասը տենց էին, մի մասը տենց չէին։ Բնական է, մեղադրելու էլ չի, որովհետև մինչև պատերազմի դաշտ գնալը մեր այդ հոգեբանն էլ աշխատեց ու զգուշացրեց, որ եթե վախի սուր դրսևորումներ լինեն, հանկարծ դրանից չամաչեք, ձեր ինքնագնահատականը թող չիջնի, ոչ մեկի վրա չծիծաղեք, այսինքն դա պատերազմը ասեսնենց տեղ է, որ չգիտես քեզ ոնց ես դրսևորելու։ Ես ուրախ եմ, որ իմ մոտ եղավ ավելի իմ համար հետաքրքիր էր, չգիտեմ։ Ես հաճույք եմ ստացել այդ process-ից, ափսոս որ ընդհանուր առումով մեր տեղանքում մենք չենք պարտվել, չենք նահանջել։ Ես 10 օր եմ մասնակցել, վերջի 10 օրն եմ պատերազմին մասնակցել, մինչև այդ էլի եղել եմ զորակոչված, բայց դեռ չէին տանում, էլի։ Բայց ամեն դեպքում ընդհանուր պարտությունը իմ վրա շատ է ազդել, որովհետև եթե անգամ Հայաստանի ֆուտբոլի հավաքականն է պարտվում, ես մի քանի օր տեղս չեմ գտնում։ Իմ համար պարտությունը այն էլ ազգային մակարդակով շատ ծանր է։ Բնականաբար, իսկ 9-ին 10-ին զգացողությունը դեռ ինչպիսին է, որ այդ շատ վատ 9-ի գիշերը եղել է ամենաուժեղ ռմբակոծությունը մեր վրա, գիտեինք թե չենք ապրի։ Հետո մեկ էլ ամեն ինչը լրեց գիշերը ժամը 1-ին ու տենց մի ժամ հետո իմացանք, որ հրադադար է ու դե գիտեինք, որ արդեն Շուշիի կորուստ, մենք Շուշիի դիմացն էինք, էլի։ Այդ կորուստներով հրադադարը շատ անտրամադիր էինք։ Հաջորդ 2 օրը ուղղակի են, որ մտածում էի երբ ենք գնալու Երևան, ես այդտեղ սարի գլխին նստած չլնեմ, էլի, իմ մոտ տենց է եղել։ Իսկ ձեզ մոտ տպավորություն չստեղծեց, որ այդ Արցախի հանձնումը մի տեսակ շատ նենց փափուկ մի ձևի մատուցվեց ժողովրդին, այստեղ համապատասխան այդ իրավիճակին համապատասխան աղմուկ չբարձրացվեց, չգիտեմ, չարձագանքեց միջազգային հանրությունը, շատ հարցեր են առաջանում։ Իմ կարծիքով սցենարը շատ լավ էր մտածված, թե ոնց ազդեն մարդկանց վրա, իմ կարծիքով, որովհետև եթե օրինակի համար ընդունենք 2018 թիվ իշխանափոխություն կամ հեղափոխություն, ոնց ուզում ենք անվանենք, դրանից հետո օրինակի համար վարչապետը կանգներ ասել, ես վաղը Արցախը հանձնում եմ, դա առաջացնելու էր սարսափելի, ինքը էլ չէր լինի վարչապետ, կարծում եմ, եթե այդպես բան կանգներ ասեր։ Փափուկ, գեղեցիկ նույնիսկ այդ բլոկադայի պահը, չէ՞, իրենք ասած այդ ամբողջ ընթացքում նախապատրաստում էին ժողովրդին։ Ամեն ինչը արվել է, լրիվ ոնց որ ինքը սերիալի սցենար լիներ, հստակ գրված, թե որից հետո ինչ է լինելու, իրադարձությունը ոնց է զարգանալու, որ դերակատարները իրենց ոնց են դրսևորելու, ոնց որ ամեն մեկը իր դերը խաղա, ես դա տեսնում եմ շատ կազմակերպված, մտածված ինչ-որ ձևով։ Եվ արձագանքները սպասելի էր կարծում, իրենք նույնիսկ դա էին հաշվարկել, ցավալիորեն սարսափելի։ Ամեն ինչը իմ կարծիքով օբյեկտիվորեն դուք հավատում եք, որ մենք վերադառնանք Արցախ։ Եթե սկսեմ չհավատալ, իմ կյանքում մի հատ շատ մեծ իմաստ կպակասի, որովհետև Արցախը մեր հայրենիքն է, Արցախը պիտի մերը լիներ։ Ես նույնիսկ այն 7 շրջանների մասին նման վերաբերմունք ունեմ, այսինքն ես այդքան էլ կողմնակից չէի, որ 7 շրջանները հանձնվեր մենակ լղիմ տարածքը մեզ մնար, բայց ինչև է, նույնիսկ եթե դա էլ մի կողմ թողնենք, իմ համար մի հատ կյանքի իմաստ կպակասի, ապրելու իմաստ կպակասի, եթե սկսեմ մտածել, որ թեկուզ 10-20 տարուց Արցախը մենք չենք վերադարձնելու, որովհետև աշխարհում անդադ տեղի ունենում նաև քաղաքական տարբեր փոփոխություններ, այս պահին եթե ինչ-որ աշխարհաքաղաքական ուժերի համար գուցե ձեռնտու էր, որ ամեն ինչը սենց դասավորվեր ու դա նաև էդ էլ նպաստեց, որպեսզի պատերազմը այս ելքը ունենա, կարծում եմ կարող է գա մի հատ վիճակ, որ հակառակ պատկերը կլինի ու մենք պիտի օգտվենք, բայց դրան պետք է պատրաստվել։ Նախ եւ առաջ մտավոր ձևով է պետք պատրաստվել, այսինքն հիմա հակառակն է արվում։ Հիմա մեզ փորձում են նենց անել, որ մենք Արցախը մոռանանք, չհամարենք հայրենիք, Արցախը մերը չի եւ այլն։ Չէ, մենք պիտի նախ մտավոր կարողանանք սերունդներին պատրաստենք, որ Արցախը մերն է ու պիտի վերադարձվի, ամեն մեկս մեր գործով, կրթության, մշակույթի եւ այլ մակարդակով, եւ պիտի բնականաբար շատ հզոր ձևի զինվենք, բանակը պիտի լինի առաջնային, անվտանգային եւ
ռազմական հարցերը պիտի լինեն առաջնային։ Ես համաձայն եմ, որ ինձնից մի բան փոքեն տանեն, բայց դա արվի բանակի համար։ Դա պիտի բոլորը այդ գիտակցումը ունենան, որ կարող է մենք մի քիչ նեղություններ կրենք ինչ-որ պահի բան, բայց բանակը պիտի նենց զինվի, որ դառնա տարածաշրջանի լավագույն բանակներից մեկը։ Իսկ այդ 3 մարտահրավերը, որոնք այսօր ծառացած են Հայաստանի դեմ, ձեր կարծիքով որոնք են։ Իմ կարծիքով հենց այսօր Հայաստանի սահմանների անվտանգությունն է գլխավոր մարտահրավերներից, որովհետև օրինակ եթե թշնամական պետությունը կոնկրետ ագրեսիվ վարքագիծ է դրսևորում նաև ինֆորմացիոն դաշտում, մենք դա տեսնում ենք, չէ, հստակ իրենք հավակնություններ ունեն Հայաստանի տարածքի ոչ միայն ընդհանրապես կարելի ասել ամբողջ Հայաստանի տարածքի վրա մենք կարող ենք առանձնացնել ասել Սևան, Գեղարք, Սյունիք եւ այլն, sense մի քանի բան ասենք, բայց չէ, իրենք Երևանի վրա էլ ունեն նույն հավակնությունները, իսկ այդ հավակնությունները իրենց մոտ դառնում են նպատակ։ Իրենք օրինակ սերունդներին տենց դաստիարակում են, որ Հայաստանը դա արևմտյան Ադրբեջանա չէ, իրենք տենց տերմիններ են հորինում իրենց համար։ Պրոպագանդան աշխատում է, հիմա էլ իրենք հաղթական այդ վերելքի վրա են լավ են զգում իրենց։ Ու դա ավելի լավ է աշխատում, քան առաջ, երբ որ իրենք պարտված էին։ Այսինքն դա շատ վտանգավոր բան է։ Մենք պիտի դրան դիմակայենք թե պրոպագանդայի տեսանկյունից, թե ռազմական տեսանկյունից, մարտական ոգին բարձրացնելու տեսանկյունից։ Ես այդ եմ համարում, որովհետև եւ իհարկե դիվանագիտական պիտի պետությունների հետ նենց հարաբերություններ կառուցվի, որ մենք կարողանանք նաեւ այդ տարբերակով կանխել Հայաստանի դեմ ագրեսիան։ Բայց արդյոք այսօր իշխանությունները ունեն այդպիսի դիվանագիտական հմտություններ կամ կարողություն։ Ես դա չեմ տեսնում ցավոք սրտի։ Ես սա ոչ թե օգտագործում եմ, հա, ես իմ հայացքներով ընդդիմադիր եմ, բայց այս բանը ես չեմ օգտագործում փնովելու իշխանություններին բան։ Ես ուզում եմ ունենալ ուժեղ իշխանություններ։ Ցավոք սրտի ես այդ ուժեղ իշխանությունը չեմ տեսնում։ Ներսում են ուժեղ, իրար ներքին ազգային ժողովի ներսում ուժեղ են իրար այդ գզվորտոսների բանի, որը ամոթել է տեսնելը նայելը։ Ոստիկաններին օգտագործելուց են լինում շատ ուժեղ ինչ-որ մի հատ ցուցարարի գետնին տապալելու համար, բայց ես ուզում եմ իրանց տեսնել ուժեղ դրսի հետ։ Երբ որ օրինակ Ալիևը ինչ-որ բան է ասում, դրա կրկնակի պատասխանը ստանա։ Այ այդ տեսանկյունից իսկ պատասխանները շատ թույլ են լինում։ Շատ թույլ կամ չեն լինում, կամ շատ թույլ են լինում, որից ես ամաչում եմ, որովհետև ազգային ինքնություն կրող մարդ եմ։ Ես իմ հայկական գենը զգում եմ, էլի, այսպես ասեմ, այն ցավը, որ ապրեցինք, այն ցավը, որ շարունակում ենք ապրել, մարդկա օրինակ միևնույն է իր համար։ Այն մարդիկ ում համար որ միևնույն չի, իրենք էթնոկիր են։ Իսկ էթնոկիր լինելը ախր դա մի բան է, որ չենք կարող փոխել, ես չեմ կարող վաղը ֆրանսիացի դառնալ։ Ես շատ եմ սիրում Ֆրանսիան ու ֆրանսիական մշակույթը, բայց չեմ կարող դառնալ ֆրանսիացի։ Լսեցի մի անգամից ցավալի բաներ ասացիք, որ շատերը կան, որ նույնիսկ կարծում են Ադրբեջանի իշխանության հետ այստեղ, եթե այստեղ Աստվածչյանի մի օր այդպիսի բան լինի, իրենք կմնան եւ հանգիստ կապրեն Ադրբեջանում։ Դա ինչ է։ Ես չգիտեմ ինչ կանեմ։ Արժեհամակարգի փոփոխությունն է, բացակայությունը ինչ է դա։ Արժեհամակարգի խնդիրը ես կարծում եմ, հա, արժեհամակարգի խնդիրը մենք այսօր ավելի շատ գիտեք հիմա օրինակ sense կարող են խոսել իշխանություններին շարունակել քննադատել, բայց այսօր ավելի շատ ես խնդիր եմ ժողովրդի մեջ եմ տեսնում։ Ցավոք սրտի, էլի, որտեղ իշխանությունները գնացող եկող են, կարող են փոխվեն, կարող է էլի հեղափոխություն լինի, իշխանափոխություն, կարող է ընտրություններով գնան, բայց այսօր ես խնդիրը հենց ժողովրդի մեջ եմ տեսնում։ Մի հատ ստվար զանգված, ովքեր որ ոնց որ անգամ ինքնապահպանման բնած չունենան։ Էլ չխոսեմ ինտելեկտի կամ կրթվածության մասին։ Դուք ճիշտ եք ասում, բայց այստեղ թույլ տվեք չհամաձայնել, որտեղ այդ որակները, որ կան ժողովրդի մեջ, հաճախ նաև ինչ որ վերևից, չգիտեմ, մշակութային էլիտաներ ասեմ, ձևավորում են, կարողանում են այնպես անել, որ ժողովուրդը հասնի ինչ որ մի մակարդակի։ Գիտեք, ինձ թվում է այդ մարդիկ, ոչ թե ինձ թվում է, այդ մարդիկ ախր կային, գոյություն ունեին, ուղղակի իրենց արտահայտվելու հնարավորություն ա տրվել, ոչ թե իրենք պահի տակ վատը դարձան կամ անհայրենիք դարձան։ Ուղղակի կային այդ մարդիկ, ովքեր առաջ կվախենային ասել Արցախը պիտի հանձնենք օրինակ Ադրբեջանին, դա իրենցն է։ Հիմա տենց մտքերը արտահայտողներ կան, դա մերը չի եղել, բան ինչ որ sense բաներ են ասում, որտեղ որ հազարամյակներով հայեր են, էլի, ապրել, մեր հայրենիքն ա եղել։ Կարգավիճակն էլ քննարկվել է Մինսկի խմբով, էլի, բոլորս էլ գիտենք, այդ փաթեթներին կարելի է ուղղակի ծանոթանալ, էլի, դա գոյություն ունեցող բան է, գրագետ մարդիկ կարող են ծանոթանալ, բայց քանի որ գրագետ մարդիկ քիչ են, ովքեր որ այդ մղումը կունենան փաստաթղթերի ծանոթանալու մարդիկ կան, վերջի իրենց կարդացած կամ տեսած գիրքը Այբենարանն ա եղել, այն էլ լավ չեն յուրացրել։ Հիմա մենք այդ մարդկանց չենք կարող ակնկալել այդ մարդկանցից, որ իրենք վաղը նստելու են Արցախյան 20-30 տարվա բանակցային փաթեթները ուսումնասիրելու են, վայ քո արա, սենց է եղել, ասենք մի հատ sense ռեակցիա տան ու հասկանան, էլի, այսինքն մենք sense խնդիր ունենք։ Իսկ ասում եմ, այդ հասարակ ցածր խավի մարդիկ, հասարակ մարդիկ, ես բոլոր հասարակներին ոչ եմ ասում, գիտեք էլի ում եմ առանձնացնում, ովքեր որ հայրենիքի զգացողություն չունեն, խնդիր ունեն արժանապատվության հետ, խնդիր ունեն կրթության հետ, այդ մարդիկ միշտ եղել են, բնականաբար շատ
շատ սոցիալական երևույթներ ազդել են, որ իրենք էլ ավելի վատը դառնան, անգամ թող լինի ընտրակաշարք բաժանել է, երբ որ դու մարդուն 5000 կամ 10000 դրամ ես տալիս, որ ինքը իր 15 կամ 10 տարվա ապագան ընտրի այդ միանվագ մի հատ ինչ-որ գումարով, էլի, իր ամբողջ երկրի ճակատագիրը դա էլ է փչացնում մարդուն։ Շատ բաներով են փչացրել մարդկանց։ Իսկ սերը կապվածությունը հայրենիքի հետ ինչպես է լինում, այդ ճանապարհը ոնց պետք է մարդ անցնի։ Դա ինչ ընտանիքից է գալիս, դա կրթությունից է գալիս, թե դա լինում է գենետիկորեն քո մեջ կա կամ չկա։ Կարծիքով գենետիկորեն ըստեղ այնքան կարևոր է, ճիշտ է, ընտանիքի դերը, օրինակ մեր տանը միշտ հայրենասիրությունը քարոզվել է, ես դա չեմ կարող շղթել իմ ծնողների կողմից, հայրենիքը միշտ կարևոր է եղել մեր համար, առաջնային է եղել, բայց իմ կարծիքով գենետիկորեն պիտի լինի, որտեվ բաներ կա, որ բնույթ է ուղղակի մարդու։ Հիմա որ ինչ որ մեկի մասին ասում ենք վատ մարդ է, ինքը անում է վատ բան է, չէ՞։ Ու մենք արդեն այդ մարդուց հերո ենք ունում, մենք չենք ակնկալում, որ ինքը վաղը սկսելու է մենակ լավ բաներ անել։ Դա շատ քիչ է լինում։ Դովլաթովը մի հատ այնքան լավ խոսք ունի, ասում է հայերենով ասեմ, ինքը ռուսերեն է ասել, լավ մարդը նա է, ով որ վատ արարքները կատարում է առանց հաճույք ստանալու։ Այսինքն բոլորս էլ ինչ-որ վատ արարք կարող է պահիտականենք, դիմացինին նեղացնենք, անտակտ գտնվենք, բայց երբ որ դա ամբողջ կյանքում ես անում, միշտ դա քո ապրելակերպն ու գործելավոճն է, դու ուրեմն վատ մարդ ես։ Հիմա նույնն էլ է, անկիրթ մարդը չի ձգտում կրթվելու։ Մարդիկ կան են, որ նայում ես անընդհատ զարգանում են, ամեն օր իրանց վրա աշխատում են, պրպտում են եւ այլն բան։ Մարդիկ կան ընդհանրապես դրան ուշադրություն չեն դարձնում, իրանց համար մեկ է։ Օրինակ, ես գիտեք, sense որ մարդկանց եմ իրարից տարբերակում, ու իրանց մեջ լավ մարդիկ էլ կան, ես չեմ ասում իրանք վատ մարդիկ են, էլի, բայց օրինակ նպատակասլաց ու ոչ նպատակասլաց մարդկանց, ընկերներ ունեմ, ծանոթներ ունեմ, տարբեր տեղեր, որ հանդիպում ենք, բարև եղբայր ջան, ոնց ես, ինչ կա, չկա, դե յոլա, էլի ախպեր ես, բզբզում ենք։ Ինչն ես բզբզում, ինչի ես յոլագնում, ինչի դու ունես նպատակներ, այսինքն այս տիպի հարցեր է, էլի, սոցիալական այսեն շատ հարցեր կան, որ մենք պիտի փորձենք կարգավորենք, մարդիկ դառնան նպատակասլաց, գոնե նոր սերունդները մասնագիտություն ձեռք բերեն, առաջ գնան, այս խնդիրները մենք պիտի լուծենք։ Ինչ որ ազգային հավաքական կարծրատիպեր ունենք, որոնք մեզ խանգարում են առաջ գնալ։ Մենք մեր մասին ստեղծած կամ մեր մտքում արկա։ Մեր մասին ստեղծած չգիտեմ, բայց ժողովրդական երկու խայտարակ խոսք ունենք, ասացվածք, որտեղ հաց այնտեղ կաց, դա խայտարակ ու դա անբարոյական ասացվածք է, որտեղ հաց այնտեղ կացը եւ եղունգ ունես գլուխդ քորի։ Օրինակ այդ երկուսը ես հիշեցի, դրանք ուղղակի խայտարակություն են, էլի, եթե դրանք իրոք ազգային ասացվածք են, դրանք իրոք հայկական են, որտեղ ես խորապես չեմ ուսումնասիրել դրանց հիմքերը, էլի, որտեղից են գալիս, բայց քանի որ մեզանում շատ ասվել այդ արտահայտությունները, ես դրանք համարում եմ ամոթալի խայտարակ արտահայտություններ, որովհետեւ լավ հասարակություն կունենանք այն դեպքում, երբ որ էմպաթիան կլինի գերիշխող, երբ որ մենք ապրումակցումը մեր մոտ կլինի գերիշխող, դիմացինի ցավը հասկանալ, դիմացինի իրավիճակի մեջ մտնել։ Իսկ եթե ասում ենք որտեղ հաց այնտեղ կաց է, հենց հիմա կգնամ ուրիշ երկիր։ Այնտեղ կարող է հացը ավելի լավն է, ավելի էժանը կամ ավելի մատչելի է իմ համար լինելու, բայց չէ, մենք պետքա կարողանանք ինչ-որ չափով նաև հանուն հայրենիքի անձնազոհությունների գնանք, որը մենք էպիզոդիկ ցույց ենք տվել։ Օրինակի համար պատերազմների ժամանակ, վերջիններն եմ ասում, հատկապես 44-օրյան Քարոյային էլ է վերաբերվում, ուղղակի դա կարճատևել, քիչ է դրսևորվել։ Պետքա տեսնեինք թեկուզ այն էնտուզիազմը, թե ինչքան մարդիկ էին լծվել առաջնագից սնունդ եւ բարենային այլ միջոցներ ուղարկելու գործին։ Մի հատ տեսնեիք ինչ էր կատարվում, մարդիկ իրենցից կտրում էին ֆինանս եւ այլն, ամեն ինչ տալիս էին, մենակ թե առաջնագծում լինի SSS բաները ու ինձ թվում է գերակատարեցին անգամ դոզան առաջնագծում սնունդի խնդիր չի եղել, բացի այն դեպքերից, երբ որ զորքը գտնվել է շրջափակման մեջ ու չի հասել իրենց դա։ Այսինքն մենք էպիզոդիկ մեզ շատ լավ դրսևորել ենք, էլի, ես ուզում եմ լավ բաների վրա հիմնվենք, լավ որակների վրա հիմնվենք։ Ուղղակի մի բանի մասին էլ ասեմ շատ կարճ։ Այսօր մենք ունենք, ոնց որ ես մեր զրույցի սկզբում ասացի, որ գլխավոր հերոսի խնդիր ունենք կինոյում, թե ով է մեր կինոյի գլխավոր հերոսը, որը նաև պիտի դերակատարների դեմքով արտահայտվի։ Մենք նաև խնդիր ունենք այսօրվա հասարակության ոչ միայն լիդերների, մենք այսօր հեղինակությունների խնդիր ունենք, այսօր բոլորին ոչնչացնում են։ Մի հատ հայտնի դերասան ինչ-որ մի հատ բան է ասում, որ մի հատ խմբի դուրս չի գալիս, տակը հայոյանքները, անեծքները գնաց։ Չեմ ուզում հիմա անուն տամ, բայց մեր շատ սիրելի դերասաններից մեկը, որ զուտ շատ կուլտուրական ձևով ընդդիմադիր կեցվածք էր ընդունել,
Ես հետո տեսա, որ ինքը ուներ առողջական խնդիր ու տակը այդ ինչ անեծքներ էր գնում, ես ուղղակի ապշել էի, ասում եմ, ես այս մարդկանց կողքին ապրում եմ։ Այսինքն մենք այսօր գիտնական կլինի, դերասան կլինի, չգիտեմ, մեդիա դեմք կլինի, ազգային հերոս կլինի, ազգային հերոսի դուստր կլինի կամ որդի կլինի, մենք ունենք խնդիր, որ մենք այդ մարդկանց, որոնք որ պիտի արժեք լինեն մեր համար, մեր հասարակության մի հատ ինչ-որ 100,000-անոց կամ 200,000-անոց հատված, ինչ-որ թիվը բնականաբար պայմանական եմ հնչեցնում, բայց կարա շատ հանգիստ իրականությանը համապատասխանի, իրենք կարող են վերջի լուտանքները, հայհոյանքները տալ, մոռանալով, որ իրենք իրենցից ոչինչ չեն ներկայացնում, բայց այս մարդը արվեստ է ստեղծել կամ պատերազմի դաշտում հերոս է եղել։ Մի քանի տարի ինքը երբ որ դու քո տանը հանգիստ քնել ես, ինքը ռազմաճակատում է եղել։ Այսինքն մենք այսօր ունենք հեղինակությունների խնդիր, ոչ ոք հեղինակություն չի, սկսած իշխանություններից, վերջացրած մնացած դաշտով, ընդդիմությունով, հասարակական գործիչներով, մշակութային գործիչներով, այսօր հավատացեք, սա ես իմ հարցազրույցների տակ էլ, այս ինչ որ հիմա խոսեցի նմանատիպ ինչ որ հարցազրույց միտեղ տվել եմ, հետո ինչ որ YouTube-ում տեսել եմ կոմենտներ, ինչ որ հայհոյանքներ, դու ով ես որ խոսում ես, բան ինչ որ sense բաներ, էլի։ Այսինքն մենք այդ խնդիրը ունենք, որ այն մարդիկ, ովքեր որ իրենցից ինչ որ բան գոնե ներկայացնում են, իրենց հարվածում ենք մենք։ Տիգրան, այսօր բոլորս գիտակցում ենք, չէ՞, թե երկիրն ինչ վիճակում է, ինչպեսի սուր խնդիրներ կան, ձեր կարծիքով այդ ազգային վերածնունդը հնարավոր է եւ ինչպեսին այն պետք է լինի։ Դե բնականաբար իշխանափոխությունով, այս վիճակով հնարավոր չի։ Իշխանափոխությունով ու իսկապես ես գիտեք անձերի վրա չեմ կենտրոնանում, նենց մարդ լինի Հայաստանի ղեկավարը, ով որ պատրաստ է թևերը քշտի ու աշխատի Հայաստանը զարգացնելու, հզորացնելու ազգային զարթոնքի ուղղությամբ։ Տենց մարդ պիտի լինի։ Քաղաքական դաշտում նույն մարդիկ են մնացել, ովքեր որ որոշակի ամբիցիաներ, նպատակներ ունեն, նորից ուզում են իշխանության գալ, նույնիսկ եթե նախկին իշխանություններից, իշխանավորներից ինչ որ մեկը դառնա Հայաստանի Հանրապետության ղեկավար, ինքը պիտի չաշխատի նենց ոնց որ նախկինում է աշխատել, մենք իրենից նոր բաներ պիտի սպասենք, հանուն հայրենիքի պիտի լինի ամբողջ աշխատանքը։ Ես հավատում եմ նաև որոշ մարդկանց պարագայում, ովքեր որ արդեն իրենց կյանքում ամեն ինչ տեսել են, ամեն ինչ ունեն, ես հավատում եմ, որ այդ մարդիկ պիտի ունենան ցանկություն իրենց անունը պատմության մեջ ոսկե տառերով գրելու, որովհետև գիտեք, եթե նորից անդրադառնանք, նորից եմ ասում, քանի որ այդ մարդիկ քաղաքական դաշտում են իրենց ամբիցիաներով, ակտիվությամբ եւ այլն, ու դեռևս չկա ինչ որ լրիվ ուրիշ մարդ, որ գա ասի ես եմ այն մարդը, որ իմ հետևից եկեք ես դա կանեմ, ես դրա համար ասում եմ, եթե 60-ից 79 մոտ կամ 70-ից մարդը հանկարծ նորից պիտի երկրորդ անգամ երկրի ղեկ ստանձնի, ինքը պիտի լրիվ այլ որակի աշխատանք տանի։ Ես չեմ ասում իրենք լավ բաներ չեն արել են, ահագին լավ բան արել են, բայց լավ բանի կողքին այնպիսի թերություններ ա եղել, որ այդ թերությունները պիտի չկրկնվեն։ Ես դա որպես քաղաքացի պահանջելու եմ, անգամ եթե գնամ ընտրեմ իրենցից մեկին այդ պտիչկան դնեմ իրանց անվան դիմաց, ես մինչև վերջ պահանջելու եմ, որ հանկարծ նույն սխալները իրենք չանեն, որը արել են առաջ։ Ու ես հավատում եմ, որ կարող են, որտեղ այդ կյանքի փորձը, այդ բանակցությունների փորձը, այդ բանակաշինության գործը, այս խնդիրները, որ եղավ այս ընթացքում, այսինքն նաև ինչ որ հետևանքներ էլ տեսան, չէ՞, որ ծնվեցին մի բանից մի բան ծնվեց, հետո մի հատ ուրիշ բան ծնվեց, հենց եկավ դարձավ շատ ավելի վատ վիճակ, իրանք հիմա պարտավոր են շատ ավելի մեծ ծավալի աշխատանք կատարեն այդ ամեն ինչը վերացնելու Հայաստանը զարգացման ուղով տանելու համար։ Իսկ մշակութային գործիչները այս իրավիճակում ինչ դեր ունեն, եւ դուք հավատում եք արվեստի ուժին, որ կարող է ինչ-որ բաներ փոխել այս իրավիճակում։ Արվեստը միշտ կաշխատի նենց, ինչ որ կպահանջի իշխանությունը։ Մեծամասնությունը մշակութային գործիչների վախենում են իրենց պաշտոնները, աշխատանքը կորցնելու, շատ չեմ էլ մեղադրում, շատ խոցելի են։ Գիտեք, ես շատ եմ վերջերս նկատում, որ ասում են, այս ինչ դերասանը ինչի չմիացավ, այս ինչ դերասանը ինչի չխոսեց, այն ինչ երգիչը ինչի սենց ասեց բան, այդ մարդիկ շատ խոցելի են, շատ։ Իրենք վարքյանական կարող է ուղղակի զրկվեն ամեն ինչից։ Գոնե համենայն դեպս դերասանի վրա օրինակը բերեմ, կարա հեռացվի թատրոնից, իրան ոչ մի տեղ էլ չկան չեն նկարանալու, ինքը դառնա սոված դերասան ու իրան ոչ մեկ չի օգնելու։ Ոչ ոք չի օգնելու, ոչ մի ընդդիմադիր գործիչ չի ասելու, այս դերասանը վերկացավ խոսեց, իրան ամեն ինչից զրկեցին, դավայ իրան պահենք։ Չի լինելու տենց բան, ամենախոցելիներն են, դրա համար արտիստներին թիրախավորելուն ես այդքան համաձայն չեմ, որովհետև նրանք պաշտպանված չեն ոչ մի կերպ։ Եթե օրինակ նախկին իշխանություններից տարբեր մարդիկ առիթից օգտվելով թիրախավորում են արտիստները, իրենք բավական ապահովված մարդիկ են, ինչ որ բաներ ունեն հետ գցած, ինչ որ էլի այդպես տարբեր բաների քաղաքականության մեջ են վերջի վերջո, դա իրանց պայքարն է, իրանց մասնագիտությունն է, քաղաքական գործչի աշխատելու տեղը, դա քաղաքական դաշտն է։ Բայց ես իրանց նույնիսկ ինչ որտեղ համարվում եմ վատ իմաստով չեմ ասում, բայց վճարվող ընդդիմադիրներ։
Եթե վճարվող ընդդիմադիր ես, քեզ ընդդիմադիր լինելու համար դու ինչ որ աշխատավարձ ես ստանում, նորից եմ ասում, առանց վատ իմաստի, այդ մարդը պիտի ապրի, բա ինչ անի։ Բայց դու մեղադրում ես մի հատ թատրոնի դերասանի, որ ինքը չխոսեց ու իր ոնց որ ապագան մազից է կախված, մի հատ բերանը բացի, կարող է չլինի իր աշխատանքը։ Բայց մի այլ բան էլ կա, օրինակ թատրոններ փակվեցին, չէ՞։ Եթե ասենք մի թատրոնի առաջին թատրոնը որ փակվեց, այդ դեպքում ասենք մի ռեժիսորները բոլորը իրենց բողոքի խոսքը ասենք միանային է թատրոնի ղեկավարությունը, գուցե իր իրավիճակը այսպեսին չլիներ, նույնն էլ բուհերի հարցում, ասենք, չգիտեմ, կոնսերվատորիայի, Բրյուսովի, եթե բոլորը միասնական լինեին, գուցե ինչ որ արդյունքներ լինեին։ Չեն լինում ցավոք սրտի։ Բոլորին փակել հնարավոր չէ։ Դե տեսեք, ինչ որ մի հատ փոքր թատրոն փակում են, ծավալով փոքր էլի, բայց շատ որակյալ թատրոնի մասին է խոսքը, եթե գոյի մասին ենք խոսում։ Հսկայական թատրոնի դերասանները, ես չեմ ուզում որևէ թատրոնի վրա հիմա ուշադրություն սևեռեմ, շատ ընկերներ ու լավ մարդիկ կան բոլոր թատրոններում էլ, շատ արժանի հարգարժան մարդիկ կան, բայց այն մեծ թատրոնը, որը որ ավելի մեծ բյուջե ունի, 600 նստատեղ ունի բան, ավելի մեծ խաղացանկով ու ավելի մեծ դերասանական կազմով, իրենք մտածում են լավ, դե ասենք գոյը փակեցին, բայց հո մեր հսկայական թատրոնը չեն փակելու։ Այսինքն չեն պրոյեկտում, որ նույնը իրանց հետ կարող է լինի։ Իսկ հիմա իմ կարծիքով նենց իրավիճակը, որ իրոք չգիտենք ինչ կլինի վաղը, կարող է հենց ամենամեծ թատրոնն էլ մեկ էլ որոշեն փակեն։ Այսինքն ոչ ոք ապահովագրված չի, թե վաղը իր հետ ինչ կլինի։ Օրինակ ինձ ընդդիմադիր հայացքների պատճառով ես իմ կինոները նաև կինոթատրոններում ցուցադրելու հետ զուգահեռ ու դրանից հետո նաև մարզերի հանդիսատեսին եմ հասնում շատ ակտիվ, շատ բարձր որակի կազմակերպում ենք ցուցադրությունները։ Օրինակ ինձ Վեդի քաղաքի համայնքապետը բավական տխրահրճակ մի անձնավորություն, ինքը անօրինական մերժեց դահլիճ տրամադրելը։ Սուտ նրա համար, որ ես ունեմ ընդդիմադիր հայացքներ ու այն դեպքում, որ այս ժամանակին բարեգործական նպատակներով, երբ որ ինքը նոր կյանքի գյուղապետն էր, խաղացել եմ ներկայացում, հենց իրենց գյուղում իմ բեմադրած ներկայացումը տարել եմ, խաղացել ենք, մի ամբողջ դահլիճ տոմսա վաճառվել, ամբողջ գումարը տվել ենք իրեն, որ իրենց գյուղի նպատակների համար օգտագործեն, ինչ որ խաղադաշտ էին կառուցելու թե ինչ, ոնց որ տեղ օգտագործվի։ Այսինքն նույնիսկ ժամանակին տենց լավ ջերմ հարաբերություններ ենք ունեցել, ինքը ինձ երկու անգամ, ես պաշտոնական դիմումով գրել եմ, պատասխաններն էլ կա պաշտոնական, երկու անգամ մերժեց Վեդի քաղաքում տրամադրել դահլիճ, այն դեպքում, որ Վեդի քաղաքում նախորդ ֆիլմով, դասարանցիները ֆիլմով, ամենավեդի քաղաքի այդ պահի դրության պատմության մեջ ամենաշատ հանդիսատես հավաքած արտիստը ես էի։ Ու հենց այդպես էլ պատճառաբանեց։ Ինքը պատճառաբանեց, որ ուղղակի գրած էր նպատակահարմար չեն գտնում ձեզ դահլիճ տրամադրելը ձեր ֆիլմի համար, առանց որևէ պատճառաբանության։ Բայց ինքը դրա իրավունքը չունի, դա անօրինական մերժում է, էլի, դա նշանակում է դու այն մեկին տրամադրում ես, այս մեկին չէ, առանց պատճառաբանության ու առանց հիմքերի, դա անհիմն մերժում էր, անօրինական մերժում էր, որտեվ համայնքի դահլիճը դա իր անձնական սեփականությունը չի։ Ինքը կարա ինձ իր տուն չթողնի։ Բայց դա համայնքային դահլիճ է, պատկանում է բոլորիս, մենք իրավունք ունենք գնանք հյուրախաղերի, ներկայանանք, այդ ամեն ինչը մենք ենք կազմակերպում, մենք վճարում ենք համայնքային բյուջե գումար այդ դահլիճի համար, անվճարի մասին չի խոսքը ամենևին։ Բայց այսպիսի պատմություն եղավ։ Տիգրան, վերջին ուզում ձեզ մի քանի բլից հարցեր տալ։ Ո՞վ է ձեր սիրելի ռեժիսորը։ Երևի Պեդրո Ալմոդովար, Ֆրանսուଆ Օզոն եւ որոշ ֆիլմերի դեպքում Տարանտինո։ Ինչ տակիր ես էլ եմ Ալմոդովարին շատ սիրում եւ իմ սերը շատերը չեն կիսում։ Իմ կարծիքով նա ռեժիսորներից որ իսկապես կարողանում է կնոջը պատկերել։ Դա եզակի կարողություն է, որ քչերին է հաջողվում։ Բացի դրանից ինքը կարողանում է կինոյի աշխարհում բերի նորարարություններ։ Նոր խոսք ասելը կինոյում շատ բարդային է։ Ձեր սիրելի ֆիլմերից խոսեցիք, առաջին ֆիլմը որ կուզեիք ձեր երեխան դիտի։ Իմ կարծիքով դա կլինի հայկական ֆիլմ։ Չգիտեմ, երևի ասեմ Գիքորը, բայց շատ կլացի։ Բայց կուզենամ ինչ-որ հայկական ֆիլմ դիտի։ Տենց կնախընտրեի մեր մանկության տանգոն, պաշտում եմ այդ ֆիլմը, խոշոր շահումը։ Իսկ ի՞նչն է ամենակարևոր բանը ֆիլմում։ Պատմությունը, որի հիման վրա կառուցվում է մնացած ամեն ինչ։ Ո՞վ է կինոարտադրության մեջ ամենակարևոր ռեժիսորը։ Ժամանակակից ով է ամենակարևորը։ Սիրելին ասեցիք ամենակարևորը, ինչ-որ բան է ներմուծել։ Դե պիտի երևի մոնտաժային լուծումների տեսանկյունից գնանք դեպի Փելեշյան։ Ես ինքս Փարաջանովի երկրպագուն չեմ, բայց ինքն է ներմուծել։ Հաճելի է որ հայերի անուններ ենք տալիս ամեն դեպքում այս պահին խոսելիս, հա։ Կարծում եմ Տարկովսկի։ Ինձ համար հզոր դրամաների ստեղծման տեսանկյունից Վիսկոնտի, Ֆելինի եւ Անտոնիոնի, այդ երեք իտալացի ռեժիսորները, որ կինոյի մեջ շատ մեծ ներդրում ունեն։
Երևի այս անուններով այս բանից համանապակվում։ Կինոյի մեջ ամենամեծ ներդրումը իտալացիներն ունեն ձեր կարծիքով, եթե Այդ սերունդը հա, այդ սերունդը հա, հիմա օրինակ այսօրվա իտալական արտադրությունը, ֆիլմ արտադրությունը տենց հատուկ աչքի ընկնող չի։ Երևի այս Սորենտինոյի անունը մենակ կարող եմ տալ Պաոլո Սորենտինոյի, որ ինքը տենց տարբերվող է, բայց այն ժամանակ Ֆելինի, Վիսկոնտի, Անտոնիոնին նույն ժամանակաշրջանում այդ երեք գիգանտների առկայությունը շատ մեծ։ Փարաջանովը Պազոլինին էր սիրում, բայց ես չեմ կիսում այդ բարակը։ Ես ամոթով խոստովան եմ, որ Պազոլինին դեռ չեմ ուսումնասիրել, բայց անգամ իր գիրքն եմ գնել, որպեսզի ֆիլմերը նայեմ ու կարդամ ու մի կողմից էլ ուրախ եմ, որ չեմ ուսումնասիրել, որովհետև միշտ պիտի լինի ուսումնասիրելու բան, դա հաճույք է, էլի, այնց որ ուրախ եմ այդ տեսանկյունից, որ կան բացթողումներ նաև։ Ուրեմն եթե ձեր կյանքի հիմա վրա ֆիլմ նկարահանվեր, ինչ ժանրի ֆիլմ կլիներ։ Դրամա։ Բավական ծանր դրամա, ցավոք սրտի։ Հնարավորություն եք մեկին վերակենդանացնելու։ Չգիտեմ, պատմական որևէ հերոս կլինի կամ դերասան, ռեժիսոր, ում կուզեիք անձամբ զրուցել իր հետ, չէ՞ կարծիք հարցնել։ Ես շատ, եթե պատմական կամ այտենց հերոսների եթե նայենք, ես միշտ երազել էի աշխատել Ալեն Դելոնի հետ, կուզեի իր հետ շատ երկար զրուցել, մեկ էլ Շարլ Ազնավուրի հետ կուզեի երկար զրուցել, ում հետ հանդիպելու ու մի քանի վայրկյան շփվելու առիթ իհարկե ունեցել եմ, բայց դա այդ շփումը չի, որը որ կերազեի։ Իրական կյանքում քույրիկիս կուզեի վերադարձնել կյանք։ Տիգրան Մեծի հետ կուզեի ամենահաղթողի էլի, մեր ամենահաղթողի հետ կուզեի տեսնել իրան, թեկուզ ուղղակի տեսնեի ինչպեսին է ինքը եղել, մի sense 10 րոպե իրան նայեի ու գնայի։ Իսկ Ալեն Դելոնի որ ֆիլմն եք սիրում, հետաքրքիր է, որովհետև ես էլ եմ սիրում։ Ես Ալեն Դելոնով դաստիարակվել եմ ու Փարկասո ինքը նաև շատ լավ ռեժիսորների հետ մոտ է նկարահանվել ընթացքում։ Վատ ֆիլմեր էլ ունի, բայց լավ ֆիլմերը շատ են։ Դե լավ ենք հիմնականում նայել։ Հա, լավ, Ռոմի Շնայդերի հետ որ խաղում է Լողավազան ֆիլմն եմ շատ սիրում։ Ռուսերենով ասեմ վերնագիրը նա Յարկմ Սոնց է, Ռենե Կլեմանի ֆիլմն է, Պլեն Սոլեյ ֆրանսերեն վերնագիրը, այդ եմ շատ սիրում։ Ռոկոն եւ եղբայրները Վիսկոնտիի նկարած ֆանտաստիկ ֆիլմ է։ Դա իր առաջին ֆիլմն է, ոնց որ առաջիններից է, հա, մոտ երևի տենց 5-րդ, 7-րդ ֆիլմն է, որտեղ ինքը 59 թվականից սկսեց նկարահանվել։ Հա, շատ են Ալեն Դելոնի ֆիլմերը շատ են, որ շատ եմ սիրում։ Ինքը բավական նաև մեր հանդիսատեսին անհայտ ֆիլմեր ունի։ Ես գիտեք ոնց սկսեցի Ալեն Դելոնի հետ ծանոթանալ են դիսկերի դարաշրջանում, կոլեկցիաները առնում էի, մոտ մի 60-70 ֆիլմ նայեցի Ալեն Դելոնից, որից երևի 10-ն է մեր հայ հանդիսատեսին հայտնի։ Այ բլիցից դուրս մի հարց եմ ուզում տալ, դե եղել է մի ֆիլմ, որը ձեր այնպիսի տպավորություն է թողել, որ նույնիսկ կարող եք ասել փոխել է ձեր կյանքը։ Արվեստի գործերը կարողանում են այդպիսի բան անել, եւ գրքերը, եւ ֆիլմերը։ Ամենաշատ էմոցիաներ առաջացրած ֆիլմերից մեկը հիմա հիշեցի իմ մոտ, որ 94 թվականի ֆիլմ է, ինքը ռուսական արտադրության, որը Օսկարի էր ներկայացվել։ Պավել Չուխրայի ֆիլմն է, կոչվում է Գողը։ Վլադիմիր Մաշկովն է գլխավոր դերում, գլխավոր դերակատարուհին էլ Եկատերինա Ռեդնիկովա։ Եվ փոքր տղայի կերպարը, որ ֆանտաստիկ լավ է այդ երեխան խաղում, Միշա Ֆիլիպչուկ կարծեմ ինքն է։ Այդ ֆիլմի էմոցիաները իմ մեջ շատ բան է փոխել արժեքների վերագնահատման տեսանկյունից, հատկապես վերաբերմունք կնոջ նկատմամբ, թե ոնց չի կարելի կնոջ հետ վարվել, քեզ սիրող կնոջ հետ վարվել, օրինակ այդ տեսանկյունից ինքը ին վրա, չնայած ես երբեք էլ կանանց հետ ված չեմ վարվել, աղջիկների հետ ված չեմ վարվել, բայց փորձել եմ համենայն դեպս լավը լինել, կիքսեր, սխալներ բան շատ կան, էլի, բնականաբար հիմա չեմ կարող ինձ 100%-անոց հրեշտակի տեղ չեմ դնում, էլի, իմ սխալներն ու մեղքերը ունենալով հանդերձ, համենայն դեպս ես ջենտլմեն եմ ինձ համարում, բայց այդ ֆիլմը շատ բան է փոխել կնոջ հանդեպ վերաբերմունքի տեսանկյունից։ Ին վրա կինեմատոգրաֆիական առումով շատ մեծ ազդեցություն է թողել Ագրավը ֆիլմը, էլի 94 թվականի արտադրության, որտեղ որ Բրյուս Լիի տղան է խաղում, Բրենդոն Լին, ով զոհվել է այդ ֆիլմի նկարահանման վերջին տեսարանի ժամանակ, ընդամենը 28 տարեկանում, շատ խոստումնալից տաղանդավոր դերասան էր ինքը։ Ալեքս Պրոյասն է ռեժիսորը ու Ջիվան Գասպարյանն է մեջը նվագում, Դուդուկը ամբողջ ֆիլմի ժամանակ շատ օրգանիկ, գեղեցիկ ձևի կա։ Կինեմատոգրաֆիական կադրային տեսանկյունից մոտ ֆանտաստիկ ֆիլմ է, ինքը նկարչական բան աշխատանքի տեսանկյունից, ոնց որ ինձ այդ ֆիլմը ռեժիսոր դարձրած լինի էլի պատկերացումների տեսանկյունից։ Իմ թվարկած այդ Ալեն Դելոնի ֆիլմերից երևի Լողավազանն ու այդ Արևիտ Նայարկմ Սոնցը ֆիլմերն են շատ մեծ ազդեցություն թողել իմ վրա։ Դրա համար հենց այդ երկուսը իրենից հիշեցի։ Եվ առհասարակ մի քանի դերասան կան իրենց գրեթե բոլոր ֆիլմերով, որին վրա շատ մեծ ազդեցություն են թողել, թե իրենց դերասանական խաղով, թե շատ լավ ֆիլմերում նկարահանվելու տեսանկյունից, ես կարող եմ թվարկել Ալ Պաչինո, Լեոնարդո Դիկապրիո, Ռոբերտ Դե Նիրո եւ Միկի Ռուրկ։ Այդ 4 դերասանները իմ վրա շատ մեծ ազդեցություն են թողել, որ ես ուզեցել եմ դառնամ դերասան։
որտեղ մինչև իրենց ուսումնասիրելն ու ծանոթանալը ավելի փոքր տարիքում ես տարված էի մարտարվեստների ֆիլմերով, օրինակ Վան Դամի, Բրյուս Լիի, իրենք իրեն ժանրում իհարկե շատ լավն են, մեծ գործ են արել, բայց հետո որ արդեն ավելի հասունացած սկսեցի ավելի լուրջ ֆիլմեր դիտել, բայց շնորհակալ եմ ես Վան Դամին ու Բրյուս Լիին, որ ես մինչև հիմա շատ լավ մարզավիճակի մեջ եմ, օրական 2 ժամ մարզվում եմ, այդ գիրքը սպորտի ու մարտարվեստի հանդեպ իմ մոտ երբեք չմարեց, իմ կյանքի մի մասն է դարձել։ Ու դերասանի համար դա շատ լավ է, մարմինը ճիշտ վիճակում պահել։ Արցախում երբ եք եղել վերջին անգամ։ Վերջին անգամ այն նոր տարին, որը բաց էր պատերազմից հետո, այսինքն 23 թվին արդեն փակեց չկարողացա գնալ, 22 թվի նոր տարին Արցախում եմ անցկացրել։ Պատմական որ ժամանակաշրջանը կուզեիք տեսնել։ Եթե Հայաստանի հաղթական ժամանակաշրջաններից պիտի էլի Տիգրան Մեծը առաջ ընտրեմ, իսկ եթե ինչ-որ կախարդական փայտիկով մի կողմ թողնենք արդեն ազգային պատկանելությունը ու հայրենասիրությունը, այդ հարցին ուրիշ անկյունից պատասխանեմ, եթե կախարդական փայտիկով ուզենայի ինչ-որ մի հատ ժամանակաշրջանում ծնվեի ու ապրեի, դա կլիներ 60-70-ականների Ֆրանսիան ու լինեի ես այնտեղ հայտնի դերասան։ Շատ լավ։ Եթե sense երազանքի պես մի բան էլի, այսինքն Դելոնի, Բելմոնդոյի, Կատրին Դնևի, Բրիջիտ Բարդոյի, Ռոմի Շնայդերի այդ կրուգից ինչ որ մեկը ես լինեի, դա կլիներ sense մի հատ ինչ որ երազանք։ Պարզ է, իսկ ինչ ասել ձեզ համար գեղեցկություն հայկական ձևով։ Բարդ հարց է, շատ չգիտեմ, երևի ասոցիացիաներով խոսենք, էլի Գորիս քաղաքը եկավ աչքիս, իմ համար գեղեցկությունը հայկական ձևով, մի տեսակ շատ հայկական քաղաք է, Ստեփանակերտը աչքիս առաջ եկավ, իմ ամենասիրած հայկական քաղաքներն են Գորիսն ու Ստեփանակերտը։ Մեր հայուհիների գեղեցկությունը ես գտնում եմ, որ հայ աղջիկները շատ գեղեցիկ են, իրենք նաև մրցակցային տեսանկյունից են գեղեցիկ ուրիշ ազգերի հետ, այդ տեսանկյունից էլ կարող եմ ասել, շատ տարբեր ասոցիացիաներ կարող են լինել, չգիտեմ, երաժշտության օրինակ չգիտեմ, իմ համար Արա Գևորգյանի երաժշտությունը կարող է այդ տեսանկյունից իմ մտքում պտտվի։ Ամենայնիվ հայկական երաժշտություն։ Հա, ինչ որ այն հայկականը, որը որ իսկապես հայկական է, ու նորից եմ ասում, սա բոլորը չեն հասկանա, բայց լինելով էթնոկիր, դու այդ վայբերը զգում ես։ Այսինքն այդ տեսանկյունից եմ ես այդ հարցին նայում։ Կարող է լինի համարվի հայկական, բայց ես դրա հայկականությունը չզգամ այդքան։ Այսինքն ինքը հայկականի տակ հիմա շատ բաներ իրական հայկական։ Օրինակ երաժշտություն կա, ես դա շատ եմ համարում իրական հայկական, Արտո Թունջ Բոյաջյանի կարծեմ Զեյթունի զարդ թե տենց էր գրած Զեյթունի ծառ երևի մի քիչ ուրիշ հնչողությամբ է լատինատար գրած այդ երաժշտությունը, որը որ նաև օգտագործվել է ֆիլմերից մեկում ֆրանսահայկական Ռոբեր Գեդիգյանի Ճանապարհորդություն Հայաստանում ֆիլմում։ Օրինակ իմ համար դա շատ հայկական երաժշտություն է։ Շատ գեղեցիկ հայկական երաժշտություն է։ Օրինակ Հայաստանի մասին օտարերկրացություն 3 նախադասությամբ ինչպես կպատմեիք։ Երևի քաղցր մրգերի մի ժամանակ հիասթափությունները եթե չլինեին, կասեի հյուրընկալու բարի մարդկանց։ Մի քիչ հիմա հիասթափություններս այդքան էլ 50-50 է դարձել էլի, այդ հյուրընկալու բարի մարդիկ իհարկե կան, մենք իրենց ճանաչում ենք, սիրում ենք, շփվում ենք, կան, իմ շրջապատում էլ շատ կան։ Ու ամենակարևորը, եթե առնչվեմ ավելի sense լանդշաֆտային տեսանկյունից, ինչ շատ է դուր գալիս Հայաստանի այն երևույթը, որ մարզից մարզ գնալուց լրիվ այլ բնություն ենք տեսնում, լրիվ այլ լանդշաֆտներ ենք տեսնում, միտեղ լեռնային, միտեղ լեռները ամբողջությամբ ծառածածկ են, անտառային են, միտեղ հակառակը լրիվ ժայռային են, այսինքն այդ գեղեցկությունը, օրինակ ես ուղղակի պաշտում եմ դեպի Վայոց ձոր ու Սյունիք մեքենա քշելը, այդ իմ համար մի հատ բերկրանք է։ Հաշալի։ Շնորհակալ եմ Տիգրան, որ